Անօթան մի աղջիկ գտնում է գետնին ընկած դրամապանակ, որի մեջ իր մահացած մոր լուսանկարն է։ Երբ նա անտեսվում է դրամապանակի տիրոջ, մի երիտասարդ միլիոնատիրոջ հետ, բացահայտում է մի ընտանեկան կապ, որը փոխելու է ամեն ինչ։ Այս բացահայտումը սկիզբ է դնում գաղտնիքներով, վեճերով, կերպարանափոխությամբ լի մի Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երեկոն իջնում էր Երանի վրա մեծ քաղաքներին բնորոշ այն շտապողականությամբ, որտեղ թվում է, թե ամեն ինչ միաժամանակ է տեղի ունենում, ոչինչ իրականում կարևոր չէ, բացի հաջորդ հանդիպումից, հաջորդ ժողովից, հաջորդ գործարքից։ Հյուսիսային պողոտայում, ինչպես միշտ, եռուզեռ էր։ Շտապող մարդկանց բազմություն, որոնցից յուրաքանչյուրն իր հետ տանում էր իր սեփական տիեզերքը, լի հոգսերով, երազանքներով ու գաղտնիքներով։ Նրանց մեջ, անցորդների աչքին գրեթե անտեսանելի, նստած էր ընդամենը 7 տարեկան մի աղջնակ, մայթին, ձեռքը մեկնած, աչքերը խոնարհած։ Նրա անունը Անահիտ էր, թե այդ անունն այնքան հազվադեպ էր հնչում, որ երբեմն ինքն էլ էր մոռանում, թե ինչպես է այն հնչում իրեն սիրող մարդու շուրթերից։ Արդեն ամիսներ էին, ինչ նա ապրում էր փողոցներում, այն օրվանից, երբ իր կյանքում ամեն ինչ փոխվեց այնքան կտրուկ ու ցավալի։ Նախկինում նա ուներ մայր մի փոքրիկ, բայց սիրով լի տուն, այն համոզմունքը, որ չնայած դժվարություններին, աշխարհում կար մեկը, ով հոգ էր տանում իր մասին։ Բայց կյանքը դաժան կերպով խլում է մեզանից այն, ինչն ամենաշատն ենք սիրում, Անահիտը դա շատ վաղ սովորեց։ Նրա մայրը, Լիլիթը, հեշտությամբ ժպտացող կոշտացած ձեռքերով կին էր, ով որպես մաքրուհի էր աշխատում քաղաքի կենտրոնի մի քանի շենքերում։ Արթնանում էր առիթ շուտ տուն վերադառնում, երբ գիշերն արդեն իջած էր լինում, բայց միշտ ուժ էր գտնում գրկելու Անահիտին, հարցնելու նրա դպրոցական օրվա մասին, պատրաստելու պարզ ընթրիք, սիրով ու հնարամտությամբ։ Այո, նրանք աղքատ էին, բայց այդ համեստ տանը երջանկություն կար։ Մի երջանկություն, որը Անահիտը գնահատել սովորեց միայն այն կորցնելուց հետո։ Ամեն ինչ սկսեց փլուզվել, երբ Լիլիթը սկսեց զգալ այդ տարօրինակ ցավերը, մի հոգնածություն, որը չէր անցնում նույնիսկ ամբողջ գիշեր քնելուց հետո, մի շնչահեղձություն, որը վախեցնում էր նրան։ Նա շաբաթներ շարունակ փորձում էր անտեսել ախտանիշները, քանի որ բժիշկների համար ոչ ժամանակ կար, ոչ էլ գումար, բայց եկավ մի օր, երբ նրա մարմինն ուղղակի այլևս չդիմացավ։ Անահիտը դեռ ցավալի պարզությամբ հիշում էր այդ առավոտը։ Մայրը ընկած էր խոհանոցի հատակին, գունատ, դողում էր, իսկ ինքը, վախեցած երեխան, չգիտեր ինչ անել, բացի օգնության կանչելուց։ Հարանները շտապ օգնություն կանչեցին, Լիլիթին շտապ տարան հիվանդանոց։ Անահիտը նրա հետ գնաց, կարճած մոր ձեռքից, ինքն իրեն խոստանալով, որ ամեն ինչ լավ կլինի, որ շուտով տուն կվերադառնան, կյանքը կշարունակվի ինչպես նախկինում։ Բայց կյանքը հազվադեպ է կատարում այն խոստումները, որոնք մենք տալիս ենք ինքներս մեզ հուսահատության պահերին։ Լիլիթը օրեր շարունակ մնաց հիվանդանոցում, խողովակների ու անդադար ծվծվացող սարքերի մեջ, մինչ Անահիտը քնում էր սպասասրահի անհարմար աթոռներին, սնվելով բուժքույրերի ու կամավորների բարեկթությամբ։ Այդ գիշերներից մեկի ժամանակ, երբ Անահիտը վերջապես քնել էր, հենված միջանցքի սառը պատին, մի բուժքույր եկավ նրան նրբորեն արթնացնելու այն հայացքով, որը նա երբեք չէր մոռանա։ Այն հայացքով, որն ամեն ինչ ասում էր առանց բառերի։ Նրա մայրը հեռացել էր։ Հեռացել էր այս աշխարհից, իր հետ տանելով այն ողջ սերն ու ապահովությունը, որ Անահիտը ճանաչում էր։ Աղջիկն այդ պահին չլացեց։ Պարզապես լուռ մնաց, նայելով դատարկությանը, փորձելով ընկալել մի տեղեկություն, որը նրա մանկական միտքը հրաժարվում էր ընդունել։ Դրանից հետո ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ մի նույն ժամանակ հավերժություն թվաց։ Քանի որ Անահիտը այլ հայտնի հարազատներ չուներ, նրան ուղարկեցին քաղաքի Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի կոլեկտիվ ապաստարան։ Այդ վայրը մեծ էր, աղմկոտ ու գերբնակեցված։ Տասնյակ երեխաներ կիսում էին նեղ սենյակները, իսկ կերծանաբեռնված մեծահասակները հազիվ էին հասցնում հոգալ այդքան շատ կերակրվող բերանների ու հոգիների մասին։ Անահիտը շաբաթներ անցկացրեց այնտեղ, լուռ իր մեջ ամփոփված, դեռս վերապրելով մոր կորուստը, փորձելով հարմարվել իրեն պարտադրված այդ նոր իրականությանը։ Բայց ապաստարանն անվտանգ վայր չէր։ Անահիտը փոքր էր, փխրուն շուտով հասկացավ, որ այնտեղ նույնպես վտանգներ կային։ Ավելի մեծ երեխաներ, որոնք գողանում էին նրա ուտելիքը, աշխատակիցներ, որոնք ձացնում էին, թե չեն տեսնում, երբ ինչ-որ սխալ բան էր տեղի ունենում, այն մշտական զգացողությունը, որ ոչ ոք իրականում չէր մտահոգվում, թե ինչ կլինի իր հետ։
Մի առանձնապես դժվար դրվագից հետո, որի մանրամասները նա նախընտրում էր չհիշել, Անահիտը կայացրեց մի որոշում, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Նա կփախչեր։ Կփախչեր փողոցներ, որտեղ գոնե կունենար իր սեփական կյանքի վերահսկողությունը, որտեղ կկարողանար վազել, թաքնվել, գոյատել այնպես, ինչպես կկարողանար։ Եվ այսպես մի ցուրտ լուսաբացին Անահիտը փախավ ապաստարանից հետնամուտքով, բարձրանալով ցածր պարսպի վրայով վազելով առանց հետ նայելու։ Այդ ժամանակ նա ընդամենը 6.5 տարեկան էր, բայց արդեն տասնամյակներով ծերացել էր ցավից ու հիասթափությունից։ Փողոցներում նա արագ սովորեց գոյատման կանոնները։ Որտեղ ուտելիք խնդրել, որ չվռնդեն, որ մեծահասակներն են վտանգավոր, որոնք են երբեմն գթասրտություն ցուցաբերում, որտեղ քնել, որ շատ չմրսի, ինչպես անտեսանելի դառնալ, երբ անհրաժեշտ է։ Այժմ, նստած հյուսիսային պողոտայի այդ մարդաշատ մայթին, Անահիտը դիտում էր անցնող մարդկանց։ Նա այլս շատ բան չէր սպասում նրանցից։ Ոմանք մետաղադրամներ էին նետում, առանց նրա դեմքին նայելու, մյուսները շտապ հայացքները փախցնում էին, ամաչելով կամ զայրանալով նրա ներկայությունից։ Նա սովորել էր դա անձնական չընդունել, հասկանալ, որ յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, որ փողոցային երեխան ընդամենս մեկ անհարմարություն է քաոսային քաղաքային բնապատկերում։ Հենց այդ պահին հայտնվեց նա։ Դավիթ Սարգսյանը 28 տարեկան էր, ուներ մեկի տեսքը, ով ծնվել էր աշխարհն իր ոտքերի տակ ունենալով։ Բարձրահասակ, մարզական կազմվածքով, անթերի կոստյումով, կաշվե պայուսակով, որն անշուշտ ավելի թանկ արժեր, քան շատ մարդիկ վաստակում էին մեկ տարում, նա քայլում էր այն վստահությամբ, որը բնորոշ է նրանց, ովքեր երբեք ստիպված չեն եղել կասկածել աշխարհում իրենց տեղի վրա։ Նա Երանի ամենահարուստ ազդեցիկ ընտանիքներից մեկի ժառանգն էր, ովքեր շքեղ հյուրանոցների ցանց ունեին, որը տարածվում էր ամբողջ երկրով մեկ։ Դավիթը մեծացել էր առանձնատներում, սովորել լավագույն մասնավոր դպրոցներում, արձակուրդներն անցկացրել բացառիկ հանգստավայրերում, երբեք փողի մասին անհանգստանալու կարիք չէր ունեցել։ Բայց այս ողջ նյութական առատությունը ուղեկցվում էր մի դատարկությամբ, որը նա միայն վերջերս էր սկսել գիտակցել։ Նրա կյանքը գործնական հանդիպումների, հասարակական միջոցառումների հաջորդականություն էր, որտեղ նա պետք է ժպտար մարդկանց, ովքեր իրեն չէին հետաքրքրում, մակերեսային հարաբերություններ, որոնք երբեք իսկապես չէին հուզում նրա սիրտը։ Ինչ-որ բան պակասում էր, մի իսկական կապ, մի նպատակ, որը դուրս կլիներ պարզապես ընտանեկան կայսրությունը պահպանելուց մեծացնելուց։ Այդ երեկո Դավիթն ուշանում էր միջազգային ներդրողների հետ հերթական հանդիպումից։ Նրա բջջայինը չէր դադարում թրթռալ գրասենյակից եկող հրատապ հաղորդագրություններից, նրա միտքը զբաղված էր աղյուսակներով, շահույթի կանխատեսումներով, ընդլայնման ռազմավարություններով։ Այդ պատճառով, շտապ անցնելով մայթով, նա չնկատեց, թե ինչպես իր դրամապանակը սահեց բաճկոնի ներքին գրպանից ընկավ գետնին։ Անահիտը տեսավ դրամապանակի ընկնելը։ Մի պահ նրա գոյատման բնազդները գոռացին, որ նա վերցնի այն փախչի, քանի որ դրա մեջ, անշուշտ, բավականաչափ գումար կար, որպեսզի նա շաբաթներ շարունակ լավ սնվեր։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան վարանել։ Գուցե դա մոր հեռավոր հիշողությունն էր, որ ասում էր, թե ազնվությունը միակ գանձերից է, որ աղքատները կարող են ունենալ, կամ գուցե պարզապես չափազանց հոգնած էր վազելու համար։ Նա դանդաղ վեր կացավ, գետնից վերցրեց դրամապանակը, բղավեց։ Դավիթ, նրա փոքրիկ ձայնը հազիվ էր կարողանում մրցել երթեկության շուրջ բոլորը խոսակցությունների աղմուկի հետ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել, հետ նայել։ Երբ նրա աչքերը հանդիպեցին կեղտոտ, ոտաբոբիկ աղջկան, որը երկու ձեռքով բռնել էր իր դրամապանակը, կարծես դա սուրբ բան լիներ, Դավիթը զգաց մեղքի զայրույթի խառնուրդ։ Նա արագ քայլերով վերադարձավ նրա մոտ, վերցրեց դրամապանակը մեխանիկորեն մրմնջաց մի շնորհակալություն, արդեն շրջվելով իր ճանապարհը շարունակելու համար։ Բայց Անահիտը միանգամից բաց չթողեց դրամապանակը։ Նրա աչքերը հարված էին մի բանի, որը նա տեսել էր, երբ բացել էր այն փող փնտրելու համար, մի բան, որը ստիպել էր նրա սրտին մի պահ կանգ առնել։ «Պարոն», դողացող ձայնով ասաց նա, մատնացույց անելով բաց դրամապանակի մեջ։ «Ինչու ձեզ մոտ իմ մայրիկի լուսանկարը կա»։ Դավիթը խոժոռվեց, շփոթված։ «Ինչի՞ մասին ես խոսում, աղջիկ»։ Նա բացեց դրամապանակը, քարտերի ու թղթադրամների միջից գտավ այն փոքրիկ բաժանմունքը, որտեղ պահում էր միակ լուսանկարը, ժամանակից դեղնած։ Դա մի երիտասարդ կնոջ պատկեր էր, ամաչկոտ ժպիտով, փայլուն աչքերով, լուսանկարված մի զբոսայգում, արոտ օրը։ Նա միշտ այդ լուսանկարը իր հետ էր կրում, թե երբեք չէր կարողանում բացատրել, թե կոնկրետ ինչու։ Դա այն սակավաթիվ իրերից էր, որը նա գտել էր իր սեփական մոր իրերի մեջ, տարիներ առաջ նրա մահից հետո։
Այս կինը, հարցրեց Դավիթը, լուսանկարը ցույց տալով Անահիտին։ Աղջիկը գլխով արեց, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Սա իմ մայրիկն է։ Իմ մայրիկն էր։ Նա մի քանի ամիս առաջ մահացավ։ Ինչու ձեզ մոտ նրա լուսանկարը կա։ Դավիթը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Սա բացարձակապես իմաստ չուներ։ Ինչպես կարող էր փողոցային երեխան ճանաչել մի լուսանկար, որը նա գտել էր իր մահացած մոր իրերի մեջ։ Նա շուրջը նայեց անտարբեր բազմությանը, որը շարունակում էր անցնել, հանկարծ նրա բոլոր հրատապ հանդիպումները, բոլոր կարևոր պարտավորությունները աննշան թվացին այդ անհնարին առեղծվածի առջ։ Նա կռացավ, հասնելով Անահիտի աչքերի մակարդակին։ Անունդ ի՞նչ է։ Անահիտ։ Անահիտ Վարդանյան։ Ազգանունը նրան ոչինչ չասաց, բայց այդ աղջկա աչքերում ինչ-որ բան կար, ինչ-որ ծանոթ բան, որը նա չէր կարողանում բացահայտել։ Լսիր, Անահիտ։ Ես չգիտեմ, թե դու ինչպես ես ճանաչում այս լուսանկարի կնոջը, բայց պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում։ Կարող ես ինձ ավելին պատմել քո մոր մասին։ Ինչ էր նրա անունը։ Լիլիթ, խեղդված ձայնով պատասխանեց Անահիտը։ Լիլիթ Վարդանյան։ Նա շենքեր էր մաքրում։ Մենք կենտրոնում մի փոքրիկ տանն էինք ապրում։ Նա միշտ ասում էր, որ ես այն ամենն եմ, ինչ նա ունի աշխարհում։ Դավիթը խորը շունչ քաշեց, փորձելով մարսել այդ տեղեկությունների հեղեղը, որոնք բացարձակապես իմաստ չունեին։ Նրա ռացիոնալ գործարարի միտքը տրամաբանական բացատրություններ էր փնտրում, հնարավոր զուգադիպություններ, բայց ինչ-որ ավելի խորը, բնազդային բան ասում էր, որ սա կարող է, որ այս հանդիպումը պարզապես պատահականություն չէ։ Անահիտ, վերջապես ասաց նա, սոված ես։ Աղջիկը ամաչկոտ գլխով արեց։ Ուրեմն այսպես անենք։ Ես քեզ կտանեմ մի բան ուտելու, մենք հանգիստ կխոսենք։ Համաձայն ես։ Անահիտը վարանեց։ Նա փողոցներում սովորել էր չվստահել օգնություն առաջարկող մեծահասակներին, հատկապես լավ հագնված տղամարդկանց, ովքեր ուզում էին իրեն ինչ-որ տեղ տանել։ Բայց Դավթի աչքերում ինչ-որ բան կար, մի անկեղծություն, որը նա ճանաչում էր, որը նրան հիշեցնում էր իր մոր աչքերը, երբ նա խոստանում էր, որ ամեն ինչ լավ կլինի։ Համաձայն եմ, մրմնջաց նա։ Դավիթը հանեց իր բջջայինը, արագ հաղորդագրություն ուղարկեց իր քարտուղարուհուն, չեղարկելով օրվա բոլոր հանդիպումները։ Տարիների ընթացքում առաջին անգամ նրա կյանքում գործերից ավելի կարևոր բան էր հայտնվել, նա դեռ չգիտեր, թե ինչ։ Նա տաքսի կանգնեցրեց, շուտով նրանք ճանապարհին էին դեպի մի համեստ ռեստորան, որը Դավիթը գիտեր, հեռու հյուսիսային պողոտայի խելահեղ եռուզեռից։ Ճանապարհին Անահիտը լայն բացված աչքերով նայում էր մեքենայի պատուհանից։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ նա այսպիսի մաքուր ու հարմարավետ մեքենայով չէր երթեկել։ Վարորդը միացրեց օդորակիչը, նա ամիսների ընթացքում առաջին անգամ զգաց այն զովությունը, որի գոյությունը գրեթե մոռացել էր։ Դավիթը լուր դիտում էր աղջկան, նկատելով այն մանրամասները, որոնք տխուր պատմություն էին պատմում։ Մաշված ու կեղտոտ հագուստ, խճճված մազեր, ոտաբոբիկ ու վիրավոր ոտքեր, բայց ամենից շատ այդ աչքերը, որոնք արդեն չափազանց շատ ցավ էին տեսել այդքան երիտասարդ մեկի համար։ Երբ հասան ռեստորան, Դավիթը խնդրեց մի առանձին սեղան հետնամասում, հեռու մյուս հաճախորդների հետաքրքրասեր հայացքներից։ Ոչ թե որովհետև ամաչում էր փողոցային երեխայի հետ լինելուց, այլ որովհետև զգում էր, որ այդ խոսակցությունը գաղտնիություն էր պահանջում։ Նա առատ ուտեստ պատվիրեց Անահիտի համար, որը զուսպ ագահությամբ կերավ, փորձելով ինչ-որ արժանապատվություն պահպանել նույնիսկ օրերի քաղցը հագեցնելիս։ Դավիթը համբերատար սպասեց, մինչ նա վերջացնի, լուր դիտելով կարգի բերելով իր սեփական մտքերը։ Երբ Անահիտը վերջապես բերանը սրբեց անձեռոցիկով երախտագիտությամբ նայեց նրան, նա որոշեց, որ ժամանակն է պատասխաններ փնտրելու։ Անահիտ, սկսեց Դավիթը մեղմ ձայնով, ուզում եմ, որ ինձ ամեն ինչ պատմես քո մոր մասին։ Ինչպիսին էր նա, որտեղ էիք ապրում, ինչ պատահեց։ Ամեն ինչ, ինչ հիշում ես։ Եվ այսպես, Երանի մի շքեղ ռեստորանի այդ առանձնացված անկյունում, 7 տարեկան մի աղջնակ սկսեց պատմել իր պատմությունը։ Խոսեց Լիլիթի մասին, թե ինչպես էր մայրն այդքան շատ աշխատում, բայց միշտ ժամանակ գտնում իր համար, այն գիշերների մասին, երբ նրանք գրկախառնված քնում էին փոքրիկ սենյակի բարակ ներքնակի վրա, թե ինչպես էր Լիլիթը կամաց երգում, նրա մղձավանջները քշելու համար։ Պատմեց այն օրվա մասին, երբ մայրը հիվանդացավ, հիվանդանոցի, այն վերջին դժվար օրերի մասին, երբ նա բռնում էր Լիլիթի ձեռքը, մինչ նա գնալով թուլանում էր, հեռանում։
Խոսեց ապաստարանի մասին, թե ինչպես էր իրեն այնտեղ կորած ու վախեցած զգում, փախչելու փողոցներում միայնակ գոյատելու որոշման մասին։ Եվ մինչ նա խոսում էր, արցունքներն ազատ հոսում էին նրա դեմքով։ Տարիների ցավն ու միայնությունը վերջապես գտել էին արտահայտվելու անվտանգ տարածք։ Դավիթը լուր լսում էր, զգալով, թե ինչպես է իր սեփական սիրտը սեղմվում այդ մանկական ողբերգության յուրաքանչյուր մանրամասնից։ Երբ Անահիտը վերջացրեց, հուզականորեն ուժասպառ, Դավթի հերթ ներկիսվելու իր պատմության մասով։ Նա պատմեց իր սեփական արտոնյալ մանկության, բայց նա իր հոր հուզական բացակայության մասին, մի մարդու, ով տարված էր գործերով հազվադեպ էր ներկա լինում։ Խոսեց իր մոր մասին, մի էլեգանտ, բայց տխուր կնոջ, ով հեռացել էր, երբ նա ընդամենը 15 տարեկան էր, թողնելով մի դատարկություն, որը ոչ մի գումար չկարողացավ լցնել։ Եվ հենց նրա իրերի մեջ, բացատրեց Դավիթը, ես գտա այս լուսանկարը։ Երբեք չեմ իմացել, թե ով է նկարի կինը։ Մայրս երբեք նրա մասին չի խոսել, իսկ հայրս միշտ խուսափում էր, երբ ես հարցնում էի։ Պահել եմ լուսանկարը, որովհետև ինչ-որ կերպ զգում էի, որ այն կարող է, որ այնտեղ մի պատմություն կա, որը պետք է իմանամ։ Անահիտը իր մեծ ու տխուր աչքերով նայեց Դավթին։ Կարծում եք, ձեր մայրը ճանաչել է իմ մայրիկին։ Դավիթը երկար լռեց, նրա միտքն առավելագույն արագությամբ աշխատում էր, կապելու կետեր, որոնք դեռ ամբողջական իմաստ չունեին։ Չգիտեմ, Անահիտ։ Բայց կպարզեմ։ Խոստանում եմ, որ կպարզեմ։ Այդ պահին, մինչ երեկոն դրսում վերածվում էր գիշերվա, երկու բոլորովին տարբեր կյանքեր խաչվեցին այնպես, որ նրանցից ոչ մեկը չէր կարող կանխատեսել։ Դավիթը նայեց իր առջ նստած այդ փխրուն աղջկան, զգաց, թե ինչպես է իր կրծքում ինչ-որ բան շարժվում, մի անբացատրելի կապ, պաշտպանելու, հոգ տանելու, նրան փողոցներ չվերադարձնելու մղում։ Անահիտ, վերջապես ասաց նա, քեզ այս գիշեր մնալու տեղ է պետք։ Անվտանգ տեղ, որտեղ կարող ես լոգանք ընդունել, իսկական մահճակալի վրա քնել։ Համաձայն ես իմ տուն գալ։ Խոստանում եմ, որ ապահով կլինես։ Իսկ վաղը մենք կսկսենք հետաքննել այս պատմությունը, պարզել, թե ինչպես են մեր մայրերը կապված եղել։ Անահիտը երկար նայեց նրան, նրա մանկական աչքերը փորձում էին գնահատել, թե արդյոք կարող է վստահել այս հարուստ ու լավ հագնված տղամարդուն, որն այդքան անսպասելի հայտնվել էր իր կյանքում։ Այո, վախ կար, որովհետև փողոցային կյանքը նրան սովորեցրել էր, որ վստահելը վտանգավոր է։ Բայց կար նա հույս, այն համառ հույսի կայծը, որը դեռ փայլում էր նրա սրտի խորքում, չնայած այն ամենին, ինչի միջով անցել էր։ Լավ, վերջապես շշնջաց նա։ Դավիթը մի թեթություն զգաց, որը չէր կարողանում բացատրել։ Նա մատուցողին նշան արեց, վճարեց հաշիվը, նրանք միասին դուրս եկան ռեստորանից։ Գիշերն ամբողջությամբ իջել էր երանի վրա, քաղաքը շարունակում էր իր լույսերի, ձայների իրար չնկատող խաչվող կյանքերի խելահեղ պարը։ Բայց Դավթի Անահիտի համար ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Նրանք դեռ չգիտեին այդ փոփոխության մասշտաբը, չէին պատկերացնում այն գաղտնիքները, որոնք պատրաստվում էին բացահայտել, ոչ էլ այն, թե ինչպես այդ պատահական հանդիպումը կձավորեր իրենց կյանքի մնացած մասը։ Մինչ Դավթի մեքենան լուսավորված փողոցներով շարժվում էր դեպի նրա բնակարանը Վահագնի թաղամասում, Անահիտը պատուհանից նայում էր, քաղաքը տեսնելով այլ աչքերով։ Ամիսների ընթացքում առաջին անգամ նա մենակ չէր։ Այն օրվանից, երբ մայրը հեռացել էր, առաջին անգամ ինչ-որ մեկը, կարծես, իսկապես մտահոգվում էր, թե ինչ կլինի իր հետ։ Եվ թե դեռ վախ կար անհայտից, կար նա այն փխրուն ու թանկարժեք զգացողությունը, որի գոյությունը նա գրեթե մոռացել էր։ Այն զգացողությունը, որ գուցե, միայն գուցե, ամեն ինչ կարող է լավանալ։ Գլուխ երկու Դավթի բնակարանը Վահագնի թաղամասում այն ամենն էր, ինչ Անահիտը երբեք կարող էր պատկերացնել, որ գոյություն ունի։ Այն զբաղեցնում էր ժամանակակից շենքի վերջին հարկը, հսկայական պատուհաններով, որոնք քաղաքի լույսերի համայնապատկերային տեսարան էին բացում։ Հատակը փայլեցված մարմարից էր, այնքան մաքուր, որ նա կարողանում էր տեսնել իր սեփական արտացոլանքը, իսկ կահույքը կարծես դուրս էր եկել դիզայնի ամսագրից։ Անահիտը ամաչկոտ ներս մտավ, վախենալով ինչ-որ բան կեղտոտել իր ոտաբոբիկ ու փոշոտ ոտքերով, բայց Դավիթը նրբորեն նրան ուղեկցեց դեպի գլխավոր լոգասենյակ։ Ես կխնդրեմ, որ քեզ համար հարմար հագուստ բերեն, ասաց նա։ Առայժմ տաք լոգանք ընդունիր, օգտագործիր այնքան ջուր ու օճառ, որքան ուզում ես։ Այն պահարանում մաքուր սրբիչներ կան։ Ես իմ շապիկներից մեկը կթողնեմ այստեղ դրսում, որ հագնես, մինչ հագուստը կբերեն։ Մի շտապիր, լավ։ Անահիտը գլխով արեց, դեռ լիովին չհավատալով, թե ինչ է կատարվում։
Երբ Դավիթը փակեց դուռը, նա մենակ մնաց այն լոգասենյակում, որն ավելի մեծ էր, քան այն ամբողջ սենյակը, որտեղ ապրում էր մոր հետ։ Լվացարանի վերի հայելին արտացոլում էր մի պատկեր, որը նա հազիվ ճանաչեց, կեղտոտ աղջիկ, խճճված մազերով, փոս ընկած աչքերով։ Նա միացրեց ցնցուղը, սպասեց, որ ջուրը տաքանա, մի բան, որ ամիսներ շարունակ չէր զգացել։ Երբ վերջապես մտավ տաք շիթի տակ, թույլ տվեց, որ արցունքները խառնվեն ջրին, լաց լինելով այն ամենի համար, ինչ կորցրել էր, այն տարօրինակ հույսի համար, որը սկսում էր ծլարձակել նրա կրծքում։ Մինչ Անահիտը լվացվում էր, Դավիթը նստած էր հյուրասենյակում, կաշվե բազմոցին, գլուխը ձեռքերի մեջ։ Լիլիթի լուսանկարը դրված էր սուրճի սեղանիկի վրա, նա դիտում էր այն, կարծես կարողանար դրանից քաղել բոլոր անհրաժեշտ պատասխանները։ Նա վերցրեց բջջայինը, մի քանի վայրկյան վարանելուց հետո հավաքեց Վարդան Հակոբյանի, Սարգսյանների ընտանիքի փաստաբանի համարը, ով աշխատում էր նրանց հետ ավելի քան 30 տարի։ Վարդան, ներողություն այս ուշ ժամին զանգելու համար, ասաց Դավիթը, երբ փաստաբանը պատասխանեց։ Ինձ ձեր օգնությունն է պետք մի հրատապ հարցում։ Կարող եք հիմա գալ իմ բնակարան։ Սա կապված է իմ հոր հետ։ Վարդանը, 60 անց մի տղամարդ, ճերմակած մազերով, միշտ անթերի կեցվածքով, զգաց Դավթի ձայնի հրատապությունը։ 20 րոպեից այնտեղ կլինեմ, պատասխանեց նա, առանց հարցեր տալու։ Մինչ սպասում էր փաստաբանին, Դավիթը գնաց խոհանոց, տաք շոկոլադ պատրաստեց։ Չգիտեր, թե կոնկրետ ինչու էր դա անում, բայց աղոտ հիշում էր, որ երբ երեխա էր, տխուր էր լինում, մայրը սովորաբար իր համար տաք շոկոլադ էր պատրաստում։ Այդ պահին դա ճիշտ քայլ էր թվում։ Երբ Անահիտը դուրս եկավ լոգասենյակից, հագին Դավթի հսկայական շապիկը, որը հասնում էր մինչ նրա ծնկները, խոնավ ու մաքուր մազերը թափված ուսերին, նա բոլորովին այլ երեխա էր թվում։ Նրա աչքերը դեռ տխրություն էին արտահայտում, բայց կար նա վերականգնված արժանապատվության փայլ։ Դավիթը նրան տվեց տաք շոկոլադի բաժակը, մի փափուկ ծածկոց, ցույց տալով բազմոցը։ Նստիր այստեղ։ Ես մեկին եմ կանչել, ով կարող է օգնել մեզ հասկանալ այս ամբողջ պատմությունը։ Նա իմ հոր ընկերն էր, իմ ընտանիքի պատմությունը գիտի ավելի լավ, քան որևէ մեկը։ Անահիտը կծկվեց բազմոցին, փաթաթված ծածկոցով, խմելով տաք շոկոլադը, կարծես դա աշխարհի ամենաթանկարժեք հեղուկը լիներ։ Ամիսների ընթացքում առաջին անգամ նա իրեն գրեթե մարդ էր զգում, գրեթե այն աղջիկը, որը եղել էր, մինչ ամեն ինչ փլուզվել է։ Երբ Վարդանը ժամանեց, նա գտավ Դավթին Անահիտին լուռ նստած հյուրասենյակում։ Փաստաբանը ողջունեց Դավթին ամուր ձեռքսեղմումով, հետաքրքրությամբ ու կարեկցանքով նայեց բազմոցին նստած աղջկան։ Դավիթը կարճ ներկայացրեց նրանց, անմիջապես անցավ գործին, ցույց տալով Լիլիթի լուսանկարը, պատմելով երեկոյան անհավանական հանդիպման մասին։ Վարդան, ես պետք է ճշմարտությունն իմանամ, վճռական ձայնով ասաց Դավիթը։ Այս կինը լուսանկարում, Լիլիթ Վարդանյանը, կարող է ինչ-որ կապ ունենալ իմ հոր հետ։ Անահիտն ասում է, որ նա իր մայրն էր։ Դուք ինչ-որ բան գիտեք այս մասին։ Վարդանի դեմքը տեսանելիորեն գունատվեց։ Նա թեթակի դողացող ձեռքերով վերցրեց լուսանկարը, երկար նայեց դրան։ Երբ վերջապես աչքերը բարձրացրեց դեպի Դավիթը, դրանցում կար ափսոսանքի, դժկամության խառնուրդ։ Դավիթ, դանդաղ ասաց նա, քո հոր մասին բաներ կան, որոնք ես հույս ունեի երբեք բացահայտելու կարիք չեմ ունենա։ Բայց այս իրավիճակում դու արժանի ես ճշմարտությունն իմանալու։ Քո հայրը, Արմեն Սարգսյանը, բազմաթիվ առավելություններով, բայց նա բազմաթիվ թերություններով մարդ էր։ Եվ նրա ամենամեծ թերություններից մեկը իր անձնական պարտավորությունները չկատարելու անկարողությունն էր, իր գործարար կայսրությունը կառուցելու ընթացքում։ Դավիթը զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Շարունակիր, ասաց նա։ Քո հայրը իր կյանքի ընթացքում մի քանի արտամուսնական կապեր է ունեցել։ Քո մայրը գիտեր, լուր տառապում էր դրանից, բայց երբեք չլքեց նրան, հասարակական սկանդալից խուսափելու քո պատճառով։ Այդ կապերից որոշները անցողիկ էին, մյուսները տարիներ տեցին։ Եվ այդ կապերից որոշներից երեխաներ ծնվեցին։ Անահիտը, որ մինչ այդ լուռ նստած էր իր անկյունում, ուղղվեց բազմոցին, նրա լայն բացված աչքերը հարված էին փաստաբանին։ Իմ մայրիկը, շշնջաց նա ճանաչել է նրա հորը։ Վարդանը խորը տխրությամբ նայեց աղջկան։ Եթե դու Լիլիթ Վարդանյանի դուստրն ես, ապա այո։ Քո հայրը գրեթե 3 տարի հարաբերությունների մեջ է եղել նրա հետ։ Լիլիթն աշխատում էր որպես մաքրուհի ընտանիքի հյուրանոցներից մեկում, այնտեղ էլ նրանք ծանոթացել են։ Որքան գիտեմ, Արմենն իսկապես կապվել էր նրա հետ, ավելի շատ, քան մյուսների։
Բայց երբ նա հղիացավ, Արմենն արեց այն, ինչ միշտ էր անում. անհետացավ, հրապարակայնորեն հերքեց ցանկացած պատասխանատվություն գումար առաջարկեց, որպեսզի նա լռի։ Եվ նա վերցրեց գումարը, հարցրեց Դավիթը, զգալով զայրույթի տխրության խառն զգացում։ Ոչ, պատասխանեց Վարդանը։ Լիլիթը հրաժարվեց։ Ասաց, որ իրեն ոչինչ պետք չէ նրանից, բացի այն, որ նա ընդունի իր դստերը։ Բայց Արմենը պատրաստ չէր դա անելու։ Վախենում էր, թե դա ինչպես կանդրադառնա իր հեղինակության գործերի, արդեն իսկ փխրուն ամուսնության վրա։ Այսպիսով նա պարզապես անհետացավ, միայնակ մեծացրեց դստերը, քրտնաջան աշխատեց, նրան տալու այն, ինչ կարող էր։ Անահիտը սկսեց լուռ լաց լինել։ Մայրս ինձ երբեք չի ասել, թե ով է հայրս։ Երբ հարցնում էի, ասում էր, որ նա գնացել է, որ նա կարող չէ, որ մենք երկուսով բավական ենք։ Ես կարծում էի, որ նա մեզ լքել է նույնիսկ իմ ծնվելուց առաջ։ Այդպես էլ եղել է, մեղմորեն ասաց Վարդանը։ Բայց լքելը նրա ընտրությունն էր, ոչ թե նրանը։ Լիլիթն արժանապատիվ կին էր, ով արեց լավագույնը, ինչ կարող էր իրեն տրված հանգամանքներում։ Դավիթը վեր կացավ, սկսեց քայլել սենյակով, մարսելով այդ տեղեկությունների հեղեղը։ Ուրեմն Անահիտը իմ քույրն է, ասաց նա, ավելի շատ ինքն իրեն, քան մյուսներին։ Մենք նույն հայրն ունենք։ Այո, հաստատեց Վարդանը։ Եվ էլի բան կա։ Կյանքի վերջին տարիներին քո հայրը խղճի խայթ ունեցավ։ Նա գիտեր, որ հիվանդ է, որ իր ժամանակը սահմանափակ է։ Դիմեց ինձ ասաց, որ ուզում է հստակ ցուցումներ թողնել իր կտակում։ Նա կազմեց իր բոլոր արտամուսնական երեխաների ցուցակը, անուններով, ծննդյան ամսաթվերով, մայրերի տվյալներով։ Եվ թողեց հատուկ կարգադրություններ, որ եթե նրանցից որևէ մեկը հայտնվի կամ գտնվի, պետք է պաշտպանություն ժառանգության մի մաս ստանա։ Քանիսը, խռպոտ ձայնով հարցրեց Դավիթը։ Քանի։ Երեխա է նա ունեցել ինձանից Անահիտից բացի։ Վարդանը վարանեց պատասխանելուց առաջ։ Ընդհանուր առմամբ, քեզանից բացի 7 երեխա։ Անահիտը նրանցից մեկն է։ Դավիթը ծանր նստեց բազմոցին, ձեռքերը դեմքին դնելով։ Ուրեմն ես 7 խորթ քույր ու եղբայր ունեմ ծրված այստեղ-այնտեղ, երբեք ոչինչ չեմ իմացել։ Մա, իրս գիտեր։ Մայրդ ոմանց մասին գիտեր, բոլորի մասին՝ ոչ։ Այդ գիտելիքի ցավը նպաստեց նրա առողջական վիճակի վատթարացմանը վերջին տարիներին։ Նա երբեք չէր ուզում, որ դու իմանաս, որովհետև վախենում էր, որ դա կփոխի քո վերաբերմունքը հորդ ընտանիքիդ նկատմամբ։ Անահիտը, դեռ լաց լինելով, նայեց Դավթին։ Ուրեմն դու իմ եղբայրն ես։ Իմ իսկական եղբայրը։ Դավիթը շրջվեց դեպի նա, այն պահից, երբ ամեն ինչ սկսվել էր, առաջին անգամ թույլ տվեց, որ իր սեփական արցունքները հոսեն։ Այո, Անահիտ։ Ես քո եղբայրն եմ։ Եվ երդվում եմ ամեն ինչով, որ դու այլս երբեք մենակ չես լինի։ Ես կհոգամ քո մասին այնպես, ինչպես պետք է արվեր ի սկզբանե։ Բայց Վարդանը նախազգուշացնող ձեռք բարձրացրեց։ Դավիթ, մի բան կա, որ պետք է իմանաս։ Քո խորթ մայրը, Կարինե Սարգսյանը, սա հեշտությամբ չի ընդունի։ Նա միշտ դեմ է եղել Արմենի արտամուսնական երեխաների ցանկացած ճանաչմանը։ Երբ իմանա, որ Անահիտն այստեղ է, որ դու մտադիր ես նրան որպես քույր ընդունել, որ նա ժառանգության իրավունք ունի, իրենից կախված ամեն ինչ կանի դա կանխելու համար։ Թող փորձի, ասաց Դավիթը մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Անահիտը իմ քույրն է։ Նա մի երեխա է, որն անցել է սարսափելի բաների միջով, արժանի է ունենալ ընտանիք, ապահովություն, ապագա։ Ոչ մի դատական պայքար ինձ չի ստիպի հրաժարվել նրանից։ Վարդանը գլխով արեց, գոհ երիտասարդի վճռականությունից։ Ուրեմն եկեք պատրաստվենք։ Երկար պայքար է լինելու։ Կարինեն ռեսուրսներ ունի, պատրաստ է դրանք օգտագործել։ Բայց քո հոր կտակը հստակ է, դնդ թեստով մենք կկարողանանք ապացուցել արյունակցական կապը։ Հարցն այն է, որ դա կարող է ամիսներ, նույնիսկ 1 տարուց ավելի տել։ Դավիթը նայեց Անահիտին, որը նրան դիտում էր հույսի վախի խառնուրդով։ Որքան էլ տի, ես այստեղ կլինեմ։ Նա ինձ հետ կապրի։ Ես կապահովեմ այն ամենը, ինչ նրան պետք է՝ դպրոց, հագուստ, բժշկական խնամք։ Կարող եք սկսել իրավական ընթացակարգերը, որպեսզի ես նրա խնամակալը դառնամ։ Կարող եմ։ Բայց դա նույնպես կվիճարկվի Կարինեի կողմից։
Նա կպնդի, որ դու երեխաների հետ փորձ չունես, որ շատ երիտասարդ ես, որ ավելի լավ այլընտրանքներ կան, ինչպիսին է որակյալ ինստիտուցիոնալ ապաստարանը։ Անահիտը գծկվեց, լսելով ապաստարան բառը, Դավիթն անմիջապես նկատեց դա։ Ոչ մի ապաստարան, վճռականորեն ասաց նա։ Նա ինձ հետ է մնում։ Ես դայակներ, մասնավոր ուսուցիչներ կվարձեմ, ինչ որ անհրաժեշտ լինի։ Վարդան, արա այն, ինչ պետք է այս խնամակալությունը օրինականացնելու համար։ Հաջորդ շաբաթների ընթացքում Դավթի Անահիտի կյանքը արմատապես փոխվեց։ Դավիթը իր բնակարանի հյուրասենյակներից մեկը վերածեց Անահիտի սենյակի, նոր մահճակալով, հարմար հագուստով լի պահարաններով, խաղալիքներով ու գրքերով։ Նա մանկական տրավմայի գծով մասնագիտացած հոգեբան վարձեց, օգնելու Անահիտին հաղթահարել այն ամենը, ինչի միջով անցել էր, մասնավոր ուսուցիչ օգնելու նրան վերականգնել ուսումը, քանի որ ամիսներ էր կորցրել դպրոցից։ Անահիտն իր հերթին ամեն օր պայքարում էր հավատալու, որ այս ամենն իրական է, որ սա պարզապես երազ չէ, որից կարթնանա նորից սառը ու միայնակ փողոցներում։ Գիշերներ կային, երբ նա վախեցած արթնանում էր, փնտրելով մորը, լաց լինելով կորստի համար, որը դեռ չափազանց թարմ էր։ Դավիթը, որը քնում էր կողքի սենյակում, միշտ լսում էր գալիս էր նրան մխիթարելու, նստելով մահճակալի եզրին բռնելով նրա ձեռքը, մինչ նա նորից կքներ։ Մի նույն ժամանակ Կարինե Սարգսյանը Անահիտի գոյության մասին լուրը ստացել էր իր սեփական փաստաբանների թիմի միջոցով։ Նրա արձագանքը հենց այնպիսին էր, ինչպիսին Վարդանը կանխատեսել էր, սառը հաշվարկված կատաղություն։ Նրան այնքան էլ չէր անհանգստացնում այն հուզական կապը, որ Դավիթը զարգացնում էր աղջկա հետ, այլ ֆինանսական հետանքները։ Եթե Անահիտը ճանաչվեր որպես Արմենի օրինական դուստր, նա իրավունք կունենար ժառանգության զգալի մասի, ինչը կնվազեցներ այն հարստությունը, որը Կարինեն նախատեսել էր անձեռնմխելի պահել իր Դավթի համար։ Կարինեն դատական հայց ներկայացրեց, վիճարկելու Անահիտի կապը ընտանիքի հետ, պնդելով, որ կոնկրետ ապացույցներ չկան, որ պատմությունը չափազանց կասկածելի է ճշմարիտ լինելու համար, որ դա կարող է խարդախության փորձ լինել։ Նա պահանջեց տնտեսներ, Լիլիթի կյանքի հետաքննություն, այն ամենը, ինչը կարող էր կասկածի տակ դնել Անահիտի պահանջի օրինականությունը։ Դավիթը համագործակցեց բոլոր թեստերի հետ, վստահ լինելով արդյունքների վրա։ Երբ հետազոտությունները միանշանակ հաստատեցին, որ Անահիտն ու ինքը նույն հայրն ունեն, Կարինեն փոխեց ռազմավարությունը։ Սկսեց պնդել, որ Դավիթը չափազանց երիտասարդ անփորձ է տրավմայի ենթարկված երեխայի խնամակալ լինելու համար, որ Անահիտին անհրաժեշտ է մասնագիտական խնամք համապատասխան հաստատությունում, որ աղջկան շքեղ միջավայրում պահելը վնասակար կլինի նրա հուզական զարգացման համար։ Դատական պայքարը ձգվեց ամիսներ շարունակ։ Դրանք անվերջ դատական նիստեր էին, ցուցմունքներ, հոգեբանական գնահատումներ, կենսապայմանների վերլուծություններ։ Անահիտը ստիպված էր իր պատմությունը բազմիցս պատմել սոցիալական աշխատողներին, դատավորներին, հոգեբաններին։ Ամեն անգամ, երբ նա պետք է վերապրեր փողոցներում անցկացրած ամիսները, ապաստարանում անցկացրած ժամանակը, մոր կորուստը, նա իրեն նորից տրավմայի ենթարկված էր զգում։ Բայց Դավիթը միշտ նրա կողքին էր, բռնում էր նրա ձեռքը, հիշեցնում, որ հիմա նա ունի մեկը, ով կպայքարի իր համար։ Այդ ընթացքում Անահիտը սկսեց դանդաղորեն վերականգնվել։ Թերապիան օգնում էր հաղթահարել տրավման, մասնավոր դասերը, լրացնել դպրոցական բացթողումները, ամենակարևորը Դավթի ստեղծած անվտանգ ու սիրառատ միջավայրը սկսեց վերականգնել նրա վստահությունը աշխարհի նկատմամբ։ Նա նորից սկսեց ժպտալ, սկզբում ամաչկոտ, հետո ավելի հաճախ։ Ընկերացավ շենքի որոշ երեխաների հետ, սկսեց հետաքրքրվել գրքերով ու նկարչությամբ, բացահայտեց, որ սիրում է երաժշտություն։ Դավիթը դիտում էր այս փոփոխությունները մի եղբայրական սիրով, որի գոյության մասին նույնիսկ չգիտեր։ Նա, ով միշտ ապրել էր, կենտրոնացած գործերի հասարակական կերպարը պահպանելու վրա, իր փոքրիկ քրոջը խնամելու մեջ շատ ավելի մեծ նպատակ գտավ։ Նա կտրուկ կրճատեց իր աշխատանքային ժամերը, հրաժարվեց միջազգային գործուղումներից, վերակազմակերպեց իր ողջ կյանքը Անահիտի կարիքների շուրջ։ Եվ ի զարմանս իրեն, երբեք այդքան երջանիկ չէր եղել։ Ավելի քան մեկ տարվա դատական պայքարից հետո դատավորը վերջապես հրապարակեց իր վճիռը։ Անահիտը պաշտոնապես ճանաչվեց Արմեն Սարգսյանի դուստր հարստության մի մասի օրինական ժառանգորդ։ Դավիթը նշանակվեց նրա օրինական խնամակալ, մինչ նրա չափահաս դառնալը։ Կարինեն բողոքարկեց որոշումը, բայց պարտվեց բոլոր ատյաններում։ Օրենքը Անահիտի կողմն էր, փաստերն անվիճելի էին։ Այն օրը, երբ նրանք ստացան դատական հաղթանակի վերջնական լուրը, Դավիթն ու Անահիտը նստած էին բնակարանի հյուրասենյակում, նույն այն սենյակում, որտեղ ամեն ինչ սկսվել էր ավելի քան մեկ տարի առաջ։
Անահիտը, այժմ 8 տարեկան, բոլորովին այլ տեսք ուներ, քան այն կեղտոտ ու վախեցած աղջիկը, որը դրամապանակ էր գտել հյուսիսային պողոտայի մայթին։ Նա առողջ էր, լավ սնված, լավ հագնված, ամենակարևորը՝ սիրված։ Դավիթ, ասաց նա դեռ մանկական, բայց իր տարիքից անդին իմաստուն ձայնով, կարծում ես մայրիկս կհպարտանար ինձնով։ Դավիթը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Նա քրոջը քաշեց իր մոտ, ամուր գրկելով։ Բացարձակապես վստահ եմ, որ այո։ Քո մայրը հիանալի կին էր, Անահիտ։ Նա քեզ սիրում էր այն ամենով, ինչ ուներ, անխոնջ աշխատում էր, քեզ լավագույնը տալու համար։ Եվ թե նա այլս այստեղ չէ, գիտեմ, որ նա անչափ կհպարտանար այն ուժեղ ու խիզախ աղջկով, որը դու դառնում ես։ Իսկ կարծում ես, մեր հայրը նա վարանեց, նա զղջացել է, որ մեզ լքել է։ Դավիթը ուշադիր մտածեց պատասխանելուց առաջ։ Կարծում եմ, այո։ Կարծում եմ, նա շատ ուշ հասկացավ իր գործած սխալները։ Այդ պատճառով էլ այդ ցուցումները թողեց կտակում։ Դա չի արդարացնում այն, ինչ նա արել է, չի ջնջում այն ցավը, որը նա պատճառել է քո մորը իր կյանքով անցած բոլոր մյուս կանանց։ Բայց դա ցույց է տալիս, որ վերջում նա գիտակցեց, որ դուք գոյություն ունեք, արժանի եք խնամքի։ Անահիտը մի պահ լռեց, մարսելով։ Գիտես ինչն է տարօրինակ։ Ես պետք է նրանից բարկացած լինեի։ Պետք է ատեի նրան, մորս լքելու, նրան այդ ամենի միջով միայնակ անցնել ստիպելու համար։ Բայց ես միայն տխրություն եմ զգում։ Տխրություն նրա, քո մոր, իմ մոր համար։ Մեզ բոլորիս համար, ովքեր այդքան շատ ժամանակ կորցրինք, որը կարող էինք միասին անցկացնել։ Դավիթը սեղմեց քրոջ ձեռքը։ Դու շատ բարի սիրտ ունես, Անահիտ։ Ավելի մեծ, քան ցանկացած վրեժխնդրություն կամ վիրավորանք։ Եվ հենց դա է քեզ կյանքում առաջ տանելու։ Հենց այդ պահին Դավթի հեռախոսը զանգեց։ Վարդանն էր, նրա ձայնը այլ կերպ էր հնչում, լի մի հրատապությամբ, որը Դավիթը չկարողացավ բացահայտել։ Դավիթ, վաղը պետք է քեզ տեսնեմ գրասենյակում։ Մի կարևոր բան եմ բացահայտել, ուսումնասիրելով քո հոր թողած փաստաթղթերը։ Մի բան, որը նորից ամեն ինչ կփոխի։ Ինչ է դա, Վարդան։ Կարող ես հիմա ասել։ Նախընտրում եմ անձամբ։ Բայց կարող եմ ասել, որ քո հայրը ավելին է թողել, քան պարզապես ցուցումներ Անահիտի մասին։ Տեղեկություններ կան մյուս երեխաների մասին։ Մենք նրանցից մի քանիսին գտել ենք։ Դավիթը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Քանիսին։ Առայժմ 3-ին։ Բայց կարծում ենք, որ ավելի շատ հետաքննությամբ կկարողանանք գտնել բոլոր 7-ին։ Երբ Դավիթն անջատեց հեռախոսը, նա նայեց Անահիտին մի զգացմունքների խառնուրդով, որը նա չկարողացավ լիովին վերծանել։ Ինչ եղավ, հարցրեց նա։ Անահիտ, դանդաղ ասաց Դավիթը, ինչպես կզգայիր, եթե ծանոթանայիր մեր մյուս եղբայրների ու քույրերի հետ։ Մեր մյուս խորթ եղբայրների ու քույրերի հետ։ Անահիտի աչքերը լայն բացվեցին։ Ասում ես, որ նրանք իսկապես գոյություն ունեն։ Որ մենք կծանոթանանք նրանց հետ։ Թվում է, թե այո։ Վարդանը կարողացել է մի քանիսին գտնել։ Չգիտեմ քանիսն են, կամ ովքեր են, կամ որտեղ են։ Բայց եթե դու ուզենաս, մենք կարող ենք փորձել գտնել նրանց, ծանոթանալ։ Անահիտը երկար մտածեց։ Հետո վերջապես ասաց այն համոզմունքով, որը միայն երեխաներն են ունենում, երբ խորապես հավատում են ինչ-որ բանի։ Ուզում եմ ծանոթանալ։ Նրանք մեր ընտանիքն են։ Իսկ ընտանիքը պետք է միասին լինի, նույնիսկ եթե նախկինում բաժանված է եղել։ Դավիթը ժպտաց, հուզված իր փոքրիկ քրոջ հասունությունից ու մեծահոգությունից։ Ուրեմն այդպես էլ կանենք։ Մենք կգտնենք մեր եղբայրներին ու քույրերին։ Եվ կկառուցենք այն ընտանիքը, որը մեր հայրը երբեք չի ունեցել կառուցելու խիզախություն։ Այդ գիշեր, մինչ Անահիտը հանգիստ քնած էր իր անվտանգ սենյակում, Դավիթն արթուն մնաց, պատուհանից նայելով երանի լույսերին։ Ընդամենը 1 տարուց մի փոքր ավելի ժամանակում նրա կյանքը լիովին փոխվել էր։ Նա ձեռք էր բերել մի քույր, որին սիրում էր, կարծես ամբողջ կյանքում ճանաչեր, բացահայտել էր ցավալի ճշմարտություններ իր հոր մասին, այժմ պատրաստվում էր սկսել մի որոնում, գտնելու եղբայրների ու քույրերի, որոնց գոյության մասին նույնիսկ չգիտեր։ Այն կյանքը, որ նա նախկինում վարում էր, կենտրոնացած միայն փողի ու կարգավիճակի վրա, այնքան դատարկ ու անիմաստ էր թվում, համեմատած նրա հետ, ինչ հիմա ուներ։ Նա ուներ նպատակ, ուներ սեր, ուներ ընտանիք։
Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Դավիթ Սարգսյանն իրեն իսկապես կենդանի էր զգում։ Գլուխ 3 Վարդանի գրասենյակում հանդիպումը տեղի ունեցավ մի առոտ շաբաթ առավոտյան։ Դավիթն իր հետ բերել էր Անահիտին, զգալով, որ նա իրենից ոչ պակաս իրավունք ունի իմանալու այն եղբայրների ու քույրերի մասին, որոնց պատրաստվում էին բացահայտել։ Փաստաբանի գրասենյակը գտնվում էր քաղաքի սրտում, հին, բայց լավ պահպանված շենքում, մուգ փայտե կահույքով իրավաբանական գրքերով լի գրադարաններով, որոնք հասնում էին մինչ առաստաղ։ Վարդանը նրանց դիմավորեց սուրճով զուսպ սպասումի մթնոլորտով։ Նրա սեղանին դասավորված էին թղթապանակներ, որոնցից յուրաքանչյուրի կողքին տարբեր անուն էր գրված։ Դավիթն արագ հաշվեց, իրենցից Անահիտից բացի 7 թղթապանակ կար։ 7 կյանք, որոնց հայրը դիպել, իսկ հետո լքել էր։ Նախքան սկսելը, ասաց Վարդանը, ուզում եմ, որ հասկանաք, որ այս պատմություններից յուրաքանչյուրն իր ձով յուրահատուկ է ցավալի։ Այս մարդկանցից ոմանք գիտեն, թե ով է եղել իրենց հայրը, մյուսները գաղափար անգամ չունեն։ Ոմանք անցել են հսկայական դժվարությունների միջով, մյուսները համեմատաբար կայուն կյանք են ունեցել։ Բայց բոլորը կրում են հայրական լքվածության դրոշմը, մենք չգիտենք, թե ինչպես կարձագանքեն, երբ իրենց հետ կապ հաստատենք։ Դավիթը գլխով արեց, սեղմելով իր կողքին նստած Անահիտի ձեռքը։ Հասկանում ենք։ Ուզում ենք ծանոթանալ նրանց հետ, բայց ոչինչ չենք պարտադրի։ Եթե նրանցից որևէ մեկը չցանկանա կապ հաստատել, մենք կհարգենք դա։ Վարդանը բացեց առաջին թղթապանակը։ Սկսենք նրանցից, ում արդեն ամբողջությամբ գտել ենք։ Առաջինը Ռուբեն Թորոսյանն է, 24 տարեկան, ապրում է Գյումրիում։ Նա երաժիշտ է, կիթառ է նվագում բարերում միջոցառումներին։ Նրա մայրը, Պատրիսիա Թորոսյանը, ավելի քան 2 տասնամյակ առաջ աշխատել է որպես քարտուղարուհի Սարգսյանների ցանցի հյուրանոցներից մեկում։ Նա երբեք Ռուբենին չի ասել, թե ով է հայրը, միայն թե նա գնացել է իր ծնվելուց առաջ։ Ռուբենը մեծացել է մորական տատիկ-պապիկի օգնությամբ, ունեցել է համեստ, բայց սիրով լի մանկություն։ Անահիտը թեքվեց, ավելի լավ տեսնելու այն լուսանկարները, որոնք ցույց էր տալիս Վարդանը։ Ռուբենն ուներ բարյացակամ դեմք, մի փոքր երկար մազեր աչքեր, որոնք նույնիսկ լուսանկարի միջով բարի էին թվում։ Նա լավ տղա է թվում, ամաչկոտ մեկնաբանեց նա։ Վարդանը ժպտաց։ Այդպես է թվում։ Նրա մայրը մահացել է 2 տարի առաջ, միայն դրանից հետո մենք նրա իրերի մեջ գտանք փաստաթղթեր, որոնք մատնանշում էին Արմենին որպես հայր։ Ռուբենը դեռ ոչինչ չգիտի այս մասին։ Շարունակենք, բացեց երկրորդ թղթապանակը։ Մարինե Սահակյան, 26 տարեկան, ապրում է հենց Երանում, աշխատում է որպես բուժքույր հարավային թաղամասերից մեկի պետական հիվանդանոցում։ Նրա մայրը, Կլավդիա Սահակյանը, նույնպես աշխատել է Սարգսյանների հյուրանոցներում մաքրության բաժնում։ Ի տարբերություն Պատրիսիայի, Կլավդիան ճշմարտությունը պատմել է Մարինեին, երբ նա 15 տարեկան էր։ Այդ ժամանակվանից Մարինեն մեծ զայրույթ է կրում այն հոր նկատմամբ, ով երբեք չի ցանկացել ճանաչել իրեն։ Նրա հետ մտերմանալը կարող է ավելի դժվար լինել։ Դավիթը դիտեց Մարինեի լուսանկարը, լուրջ արտահայտությամբ մի կին, մազերը հավաքված գործնական հանգույցով, հագին, բուժաշխատողի համազգեստ։ Նա ուներ իր հոր մուգ աչքերը, դեմքի ձի մեջ ինչ-որ բան աղոտ կերպով հիշեցնում էր հենց Դավթին։ Ամեն դեպքում կփորձենք, ասաց նա։ Նա արժանի է իմանալու, որ ունի եղբայրներ ու քույրեր, ովքեր ուզում են ճանաչել իրեն։ Երրորդ թղթապանակը բացահայտեց Լոն Մարտիրոսյանին, 19 տարեկան, ճարտարագիտության ուսանող Վանաձորում։ Նրա մայրը, Ամանդա Մարտիրոսյանը, աուդիտոր էր, կարճատ կապ է ունեցել Արմենի հետ գործարար համաժողովի ժամանակ։ Նա Լոնին միայնակ է մեծացրել, բայց միշտ դրական է խոսել հոր մասին, ասելով, որ հարաբերությունները պարզապես չեն ստացվել։ Լոնը մեծացել է, հետաքրքրված լինելով հորով, բայց հարգելով մոր լռությունը մանրամասների մասին։ Վարդանը շարունակեց բացել թղթապանակները, բացահայտելով պատմություններ, որոնք տարբեր, բայց հավասարապես բարդ ձևով միահյուսվում էին Արմեն Սարգսյանի պատմության հետ։ Կար տատիկ Ռոստոմյանը, 31 տարեկան, ապօրինի երեխաներից ամենամեծը, ով աշխատում էր որպես փաստաբան Երանում, ուներ 2 փոքր երեխա։ Նա մեծացել էր, իմանալով, թե ով է հայրը, բայց երբեք որևէ կապ չունենալով նրա հետ, ինչը հուզական պատ էր ստեղծել թեմայի շուրջ։ Կար Դանիել Ֆերոյանը, 22 տարեկան, ով աշխատում էր Սանի ավտոարեստանոցում, դաջվածքներ ուներ ձեռքերին, դեռահասության տարիներին ապստամբության պատմություն։ Նրա մայրը խնդիրներ էր ունեցել թմրանյութերի հետ, Դանիելը գործնականում ինքն իրեն էր մեծացրել, մի քանի տարի անցկացնելով խնամատար տներում, մինչ կայունություն գտներ հորեղբոր մոտ։
Կար Բեատրիս Լիմոնյանը, 25 տարեկան մանկապարտեզի դաստիարակ Դիլիջանում, ով մեծացել էր կրոնական ընտանիքում մոր-տատի հետ, երբեք չիմանալով, թե ով է հայրը։ Ճշմարտությունը բացահայտել էր միայն վերջերս, երբ մայրը արդեն հիվանդ որոշել էր պատմել, քանի դեռ ուշ չէր։ Եվ վերջապես կար Տիգրան Հովհաննիսյանը, 27 տարեկան Ծաղկաձորում փոքր տեխնոլոգիական ստարտափի գործարար, ով միշտ իմացել էր, որ իր հայրը հարուստ կարոր մեկն է, բայց երբեք շատ չէր մտահոգվել դրանով, կենտրոնացած լինելով քրտնաջան աշխատանքի միջոցով իր սեփական կյանքն ու հաջողությունը կառուցելու վրա։ Երբ Վարդանը վերջացրեց բոլոր գործերի ներկայացումը, Դավիթը տպավորված էր այն կյանքերի քանակով, որոնց հայրը դիպել թողել էր։ 8 երեխա, ինձ էլ հաշված, մրմնջաց նա։ 8 մարդ, որոնք նույն արյունն ունեն, բայց մեծացել են որպես բոլորովին անծանոթներ։ Անահիտը, որ լուռ ուշադրությամբ լսել էր ամեն ինչ, վերջապես խոսեց. Երբ ենք ծանոթանալու նրանց հետ։ Վարդանը նայեց Դավթին, որը գլխով արեց։ Եթե համաձայն եք, կարող եմ այս շաբաթ սկսել կապ հաստատել։ Կբացատրեմ իրավիճակը, կնշեմ ժառանգության մասին, կառաջարկեմ դնդ թեստեր կապը հաստատելու համար, կհարցնեմ, թե արդյոք պատրաստ կլինեն հանդիպելու։ Բայց Դավիթ, Անահիտ, պետք է պատրաստ լինեք մերժումների։ Ոմանք կարող է ոչինչ չուզենան Սարգսյանների ընտանիքից։ Ոմանք կարող է հետաքրքրված լինեն միայն գումարով։ Եվ ոմանք կարող են անկեղծորեն բաց լինել հարաբերություններ կառուցելու համար։ Հասկանում ենք, ասաց Դավիթը։ Բայց պետք է փորձենք։ Մեզ բոլորիս համար։ Հաջորդ շաբաթները անհանգիստ սպասումի շաբաթներ էին։ Վարդանը մեկ առ մեկ կապ հաստատեց, միշտ նրբանկատությամբ, պրոֆեսիոնալիզմով։ Արձագանքները, ինչպես սպասվում էր, տարբեր էին։ Ռուբենը, Գյումրիի երաժիշտը, ցնցված էր, բայց հետաքրքրված, անմիջապես համաձայնելով անցնել դնդ թեստը, ծանոթանալ եղբայրների ու քույրերի հետ։ Լոնը, Վանաձորի ուսանողը, արձագանքեց զուսպմով, շատ հարցեր տալով, բայց անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելով։ Մարինեին, բուժքրոջը, ավելի դժվար էր համոզել։ Նրա զայրույթը հոր նկատմամբ սկզբում տարածվում էր Սարգսյանների ընտանիքի հետ ցանկացած կապի վրա։ Բայց երբ իմացավ Անահիտի մասին, մի երեխայի, որն անցել էր այդքան շատ դժվարությունների միջով, նրա մեջ ինչ-որ բան փափկեց։ Համաձայնեց անցնել թեստը գոնե ծանոթանալ եղբայրների ու քույրերի հետ, առանց դրանից այն կողմ խոստումների։ Տատիկը, Երանի փաստաբանը, պրագմատիկ էր։ Համաձայնեց անցնել թեստը, հստակեցրեց, որ հետաքրքրված է իրեն հասանելիք ժառանգությամբ, բայց նա զգուշավոր հետաքրքրություն ցուցաբերեց խորտ եղբայրների ու քույրերի նկատմամբ։ Դանիելը սանից սկզբում ամենադիմացկունն էր, բայց Վարդանի հետ մի քանի խոսակցությունից հետո, որտեղ փաստաբանը խոսեց վերջապես իսկական ընտանիքի մաս լինելու հնարավորության մասին, նա համաձայնեց մասնակցել։ Բեատրիսը, Դիլիջանի դաստիարակը, լաց եղավ, ստանալով զանգը։ Ասաց, որ միշտ երազել է եղբայրներ ու քույրեր ունենալ, աշխարհում մենակ չլինել։ Իսկ Տիգրանը, Ծաղկաձորի գործարարը, համաձայնեց գործնական ամբարդ վերաբերմունքով, ասելով, որ միշտ կողմ է եղել իր կապերի ցանցն ընդլայնելուն, եղբայրներն ու քույրերը հետաքրքիր հավելում էին թվում։ Բոլոր դնդ թեստերն անցկացվեցին, առանց անակնկալների, հաստատեցին այն, ինչ Արմենը փաստաթղթավորել էր։ Բոլորը, իրոք, խորտ եղբայրներ ու քույրեր էին։ Արդյունքները ձեռքին, Վարդանը հանդիպում կազմակերպեց։ Դավիթն առաջարկեց, որ դա լինի չեզոք վայրում, հեռու իր շքեղ բնակարանից, ցանկացած միջավայրից, որը կարող էր վախեցնել կամ անհարմարություն ստեղծել։ Նրանք մի ընդարձակ հարմարավետ հյուրատուն վարձեցին Աղվերանում, մի ամբողջ հանգստյան օրվա համար։ Հանդիպման օրը անպամած էր, մանր անձրով, որը օդին մելանխոլիկ թարմություն էր հաղորդում։ Դավիթն ու Անահիտն առաջինը հասան, նրանց շուտով հետեց Վարդանը։ Հետո, մեկ առ մեկ, մյուս եղբայրներն ու քույրերը սկսեցին հայտնվել։ Յուրաքանչյուր ժամանում նշանավորվում էր տարօրինակության պահով, հայացքներով, որոնք նմանություններ էին փնտրում, ամաչկոտ ժպիտներով, անհարմար ողջույններով։ Ռուբենը ժամանեց, կիթառը մեջքին, նյարդային ժպիտով դեմքին։ Մարինեն եկավ հենց համազգեստով, ուղիղ հերթապահությունից, փակ արտահայտությամբ, բայց հետաքրքրասեր աչքերով։ Լոնն ուներ մեկի կեցվածքը, ով անընդհատ դիտում վերլուծում է ամեն ինչ շուրջը։ Տատիկը ժամանեց բարձրակրունկներով անթերի կոստյումով, փորձառու փաստաբանի ողջ հեղինակությունը կեցվածքում։ Դանիելը հայտնվեց մոտոցիկլետով, կաշվե բաճկոնով, անվստահության աուրայով։ Բեատրիսը բերել էր քաղցր ժպիտ իր պատրաստած տնական քաղցրավենիքով լի տոպրակ։
Իսկ Տիգրանը եկավ իր նոութբուքով մի փոքր ուշացած, քանի որ ճանապարհին տեսազանգի մեջ էր։ Երբ բոլորը հավաքվեցին տան ընդարձակ հյուրասենյակում, ծանր լռության պահ եղավ։ 8 մարդ, որոնք մի հայր ունեին, բայց ոչինչ ավելին, լքվածության գոյատման 8 պատմություն, բոլորը միավորված այդ տարածքում։ Հենց Անահիտը խախտեց լռությունը։ Իր նոր լրացած 9 տարեկանում մի խիզախությամբ, որը զարմացնում էր բոլորին, նա վեր կացավ ասաց. «Բար, ես Անահիտն եմ։ Գիտեմ, որ սա շատ տարօրինակ է մեզ բոլորիս համար, բայց ուզում էի ասել, որ շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։ Ես շատ երկար ժամանակ մենակ եմ եղել, կարծելով, որ աշխարհում ոչ ոք չունեմ։ Իսկ հիմա պարզվում է, որ 7 եղբայր ու քույր ունեմ։ Ես գիտեմ, որ մեր հայրը լավ մարդ չի եղել, որ նա սխալ բաներ է արել շատերին ցավեցրել։ Բայց դուք դրա մեջ մեղք չունեք։ Եվ ես էլ չունեմ։ Եվ կարծում եմ, որ մենք կարող ենք ընտրել լինել տարբեր, քան նա էր։ Մենք կարող ենք ընտրել լինել իսկական ընտանիք։ Եվս մեկ լռության պահ եղավ, բայց սա տարբեր էր, լի հուզմունքով։ Բեատրիսն առաջինը վեր կացավ, անցավ սենյակը, գրկեց Անահիտին։ Դու շատ իմաստուն ես քո տարիքի համար, փոքրիկ։ Լիովին ճիշտ ես։ Մենք կարող ենք ընտրել լինել տարբեր։ Սկսեցին ընկնել պատնեշները։ Ռուբենը վերցրեց իր կիթառը, սկսեց նվագել մի մեղմ երաժշտություն, ինչը որոշ չափով կոտրեց լարվածությունը։ Դանիելը, բոլորի համար անսպասելի, սկսեց զվարճալի պատմություններ պատմել արհեստանոցում իր ժամանակներից, ստիպելով մյուսներին ծիծաղել։ Մարինեն, չնայած իր սկզբնական զսպվածությանը, սկսեց հարցեր տալ յուրաքանչյուրի կյանքի մասին, նրա բուժքրոջ խնամողի հետաքրքրասիրությունը ի հայտ եկավ։ Դավիթը դիտում էր ամեն ինչ ուրախության տխրության խառնուրդով։ Ուրախություն, տեսնելով այդ կապերի ձավորումը, տխրություն, այն բանի համար, ինչ կարող էր լինել, եթե իր հայրը խիզախություն ունենար նրանց ավելի շուտ միավորելու։ Բայց եթե ներով ապրելն իմաստ չուներ։ Ներկան էր կարոր, ներկայում նա տեսնում էր մի ընտանիքի ծնունդ։ Այդ հանգստյան օրերի ընթացքում նրանք կիսվեցին իրենց պատմություններով։ Յուրաքանչյուրը պատմեց իր ուղին, պայքարները, փոքր ու մեծ հաղթանակները, այն պահերը, երբ զգացել էին հոր պակասը, այն պահերը, երբ նրա բացակայությունը օրհնություն էր թվացել։ Նրանք միասին լաց եղան, միասին ծիծաղեցին, մի փոքր էլ վիճեցին, որովհետև ընտանիքները վիճում են, այդ 3 օրվա վերջում նրանք այլս 8 անծանոթ չէին։ Նրանք եղբայրներ ու քույրեր էին։ Նախքան հրաժեշտ տալը, նրանք ուխտ կապեցին։ Կստեղծեին հաղորդագրությունների խումբ, կապի մեջ մնալու համար։ Կկազմակերպեին կանոնավոր հանդիպումներ, առնվազն տարին 2 անգամ։ Եվ ամենակարևորը, կլինեին իրար կողքի, երբ կարիք լիներ։ Դա կատարյալ ընտանիք չէր լինի, որովհետև կատարյալ ընտանիք գոյություն չունի, բայց դա կլիներ իսկական ընտանիք, կառուցված ընտրության, ոչ թե պարտավորության վրա։ Հաջորդ ամիսների ընթացքում այդ հաղորդագրությունների խումբը դարձավ նրանցից յուրաքանչյուրի ամենաթանկարժեք բաներից մեկը։ Նրանք կիսվում էին ձեռքբերումներով, խորհուրդներ հարցնում, բողոքում հիասթափություններից։ Ռուբենը տեսանյութեր էր ուղարկում իր երաժշտական ելույթներից։ Մարինեն հուզիչ պատմություններ էր կիսում հիվանդանոցից։ Լոնը օգնություն էր խնդրում համալսարանական աշխատանքների հետ։ Տատիկը անվճար իրավաբանական խորհուրդներ էր տալիս բոլորին։ Դանիելը լուսանկարներ էր ուղարկում իր վերանորոգած մոտոցիկլետներից։ Բեատրիսը կիսվում էր իր աշակերտների նկարներով։ Տիգրանը խոսում էր իր ստարտափի մասին, երբեմն հետադարձ կապ էր խնդրում գործարար գաղափարների վերաբերյալ։ Իսկ Անահիտը, ամենափոքրը, բոլորին տեղյակ էր պահում դպրոցի, իր ընկերուհիների, իր ամենօրյա բացահայտումների մասին։ Հենց այդ խմբային խոսակցություններից մեկի ժամանակ, մի գիշեր, երբ Անահիտը հատկապես մտածկոտ էր, նա մի հաղորդագրություն ուղարկեց, որս մեկ անգամ պետք է փոխեր ամեն ինչ։ Մտածում էի իմ պատմության մասին, բոլոր այն երեխաների մասին, որոնք դեռ փողոցներում են, ինչպես ես էի։ Կարծում եք, մենք կարող ենք ինչ-որ բան անել օգնելու համար։ Անահիտի հարցը։ Յուրաքանչյուր եղբոր ու քրոջ մեջ տարբեր կերպ արձագանքեց։ Դավթի համար, ով արդեն մտածում էր իր հարստությունն ավելի իմաստալից դարձնելու ուղիների մասին, դա հստակ կոչ էր։ Մարինեի համար, ով սովոր էր հիվանդանոցում խոցելի մարդկանց խնամել, դա իր աշխատանքի բնական շարունակությունն էր։ Մյուսների համար դա իրենց սեփական անցյալի խոցելիությունների, այն պահերի հիշեցումն էր, երբ իրենք էլ օգնության կարիք են ունեցել։ Այդ պարզ հարցը սկիզբ դրեց մի շարք ավելի խորը խոսակցությունների։ Նրանք նորից հավաքվեցին, այս անգամ կոնկրետ նպատակով։
Ուզում էին ստեղծել մի բան, որն իրական փոփոխություն կբերեր խոցելի իրավիճակում գտնվող երեխաների կյանքում, հատկապես փողոցային երեխաների։ Անահիտը կիսվեց իր փորձով, այն վտանգներով, որոնց բախվել էր, միայնությամբ, վախով, քաղցով։ Եվ նրա ձայնը, թե դեռ մանկական, կրում էր մի հեղինակություն, որը ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել։ Նա գիտեր, թե ինչի մասին է խոսում, որովհետև ապրել էր դա։ Դավիթը, օգտագործելով իր գործարար փորձն ու կապերը, սկսեց ուսումնասիրել, թե ինչ է անհրաժեշտ հիմնադրամ ստեղծելու համար։ Տատիկն առաջարկեց իր իրավաբանական փորձառությունը, կազմակերպությունը ճիշտ կառուցելու համար։ Տիգրանը սկսեց մտածել գործունեությունն արդյունավետ կայուն դարձնելու ուղիների մասին։ Մարինեն մտածեց երեխաներին անհրաժեշտ ֆիզիկական հոգեկան առողջության խնամքի մասին։ Բեատրիսը պատկերացրեց հարմարեցված կրթական ծրագրեր։ Ռուբենը մտածեց արվեստի երաժշտության արվեստանոցների մասին։ Դանիելն առաջարկեց մասնագիտական արհեստանոցներ։ Գրեթե 1 տարի պահանջվեց պլանավորման, հանդիպումների, թեժ քննարկումների շատ աշխատանքի համար։ Բայց վերջապես, Անահիտ Սարգսյան հիմնադրամը պաշտոնապես բացվեց։ Անունը հարգանքի տուրք էր ոչ միայն նախագիծը ոգեշնչած աղջկան, այլ Լիլիթին, ում ուժը միայնակ դուստր մեծացնելու այդքան դժվար պայմաններում, արժանի էր հիշատակման։ Հիմնադրամի առաջին մասնաճյուղը հիմնադրվեց Երանի արևելյան թաղամասերից մեկում, խոցելի ընտանիքների բարձր կենտրոնացում ունեցող տարածքում։ Դա ոչ միայն ապաստարան էր, այլ ամբողջական կենտրոն, որն առաջարկում էր խնամք, սնունդ, կրթություն, հոգեբանական աջակցություն, մասնագիտական արհեստանոցներ նախապատրաստում ընտանեկան վերաինտեգրման կամ պատասխանատու որդեգրման համար։ Եղբայրներից ու քույրերից յուրաքանչյուրը իր հնարավորությունների սահմաններում իր ներդրումն ունեցավ։ Դավիթը տրամադրեց սկզբնական ֆինանսավորման մեծ մասը, օգտագործելով իր ժառանգության մի մասը անձամբ ներդրում կատարելով նախագծում։ Տատիկը նվիրաբերեց իրավաբանական աշխատանքի ժամեր։ Մարինեն կազմակերպեց կամավորական բժշկական սպասարկման համակարգ։ Լոնն օգնեց արդյունավետ կերպով նախագծել հաստատությունները։ Դանիելը ստեղծեց մեխանիկայի արհեստանոց, որտեղ դեռահասները կարող էին արհեստ սովորել։ Բեատրիսը մշակեց կրթական ծրագիրը։ Ռուբենը կազմակերպեց երաժշտության դասեր։ Տիգրանը ներդրեց կառավարման թվային դրամահավաքի համակարգեր։ Իսկ Անահիտը, թե դեռ երեխա, դարձավ հիմնադրամի սիրտն ու խորհրդանիշը։ Նրա պատմությունը կիսվում էր, նրա թույլտվությամբ նրա գաղտնիությունը պաշտպանելու համար հարմարեցված ձով, որպես ոգեշնչում հիշեցում, թե ինչու է այդ աշխատանքը կարևոր։ Նա կանոնավոր այցելում էր հիմնադրամ, խաղում խնամքի տակ գտնվող երեխաների հետ, կիսվում իր փորձով իր տարիքին համապատասխան ձով դառնում կենդանի օրինակ, որ հնարավոր է հաղթահարել տրավման կառուցել նոր կյանք։ Հիմնադրամն արագ աճեց։ Լուրերը լուրջ սիրով կատարվող աշխատանքի մասին գրավեցին նվիրատվություններ, կամավորներ լրատվամիջոցների ուշադրությունը։ 2 տարուց էլ քիչ ժամանակում նրանք արդեն պլանավորում էին երկրորդ մասնաճյուղը։ Որոշվեց այն բացել Գյումրիում, որտեղ ապրում էր Ռուբենը, դառնալով տեղի համակարգողը։ Մարինեն առաջարկեց, որ հաջորդը լինի Սանում, որտեղ նա կարող էր անձամբ վերահսկել։ Եվ այսպես, տեսլականը սկսեց ընդլայնվել։ Բայց հիմնադրամի աշխատանքից բացի, հավասարապես կարևոր մի բան էր տեղի ունենում։ 8 եղբայրներն ու քույրերը իսկապես ընտանիք էին դառնում։ Նրանք միասին նշում էին ծննդյան օրերը, տոներն անցկացնում միմյանց ընկերակցությամբ, աջակցում իրար դժվար պահերին։ Երբ Դանիելը ցավալի բաժանում ունեցավ, բոլորը մոբիլիզացվեցին նրան աջակցելու համար։ Երբ Լոնն ավարտեց համալսարանը, բոլորը գնացին ավարտական երեկույթին։ Երբ տատիկը խնդիրներ ունեցավ նախկին ամուսնու հետ երեխաների խնամակալության հարցում, Դավիթն ու Տիգրանն օգնեցին ֆինանսապես հուզականորեն։ Անահիտը դիտում էր այս ամենը աչքերով, որոնք, չնայած երիտասարդ, արդեն շատ բան էին տեսել կյանքում։ Տեսնում էր, թե ինչպես իր եղբայրներն ու քույրերը, յուրաքանչյուրն իր ձով վիրավորված հայրական լքվածությունից, ընտրում էին կառուցել ինչ-որ տարբեր բան, ինչ-որ գեղեցիկ իրական բան։ Եվ նա, ով այդքան շատ բան էր կորցրել այդքան վաղ, այժմ ուներ մեծ, աղմկոտ, անկատար, բայց խորապես սիրող ընտանիք։ Ուներ եղբայրներ ու քույրեր, որոնք պաշտպանում էին իրեն, որոնք հոգ էին տանում, որոնք ներկա էին։ Այն դատարկությունը, որ թողել էր մոր կորուստը, երբեք լիովին չէր լցվի, բայց այն շրջապատված էր այնքան շատ սիրով, որ ամեն օր ավելի քիչ էր ցավում։ Գլուխ 4 տարիներն անցան այն զարմանալի արագությամբ, որը մենք նկատում ենք միայն այն ժամանակ, երբ հետ ենք նայում հարցնում ինքներս մեզ, թե ուր գնաց այդ ամբողջ ժամանակը։
Անահիտը մեծացավ ոչ միայն հասակով ու տարիքով, այլ ուժով, իմաստությամբ ու նպատակասլացությամբ։ Այն փխրուն ու վախեցած աղջնակը, որին Դավիթը գտել էր հյուսիսային պողոտայի մայթին, վերածվեց վճռական դեռահասի, իսկ հետո արտասովոր երիտասարդ կնոջ։ 18 տարեկանում Անահիտը դարձել էր փայլուն ուսանողուհի, օրինակելի գնահատականներով հոգեբանության ու սոցիալական աշխատանքի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությամբ։ Նա բոլոր հանգստյան օրերն անցկացնում էր իր անունը կրող հիմնադրամում, ոչ թե որպես պատվավոր այցելու, այլ որպես ակտիվ կամավոր, ուղղակիորեն աշխատելով խնամքի տակ գտնվող երեխաների հետ։ Նա յուրաքանչյուրին ճանաչում էր անունով, գիտեր նրանց պատմությունները, վախերն ու երազանքները։ Եվ նրանք նրան տեսնում էին ոչ միայն որպես մեկի, ով օգնում է իրենց, այլ որպես մեկի, ով իսկապես հասկանում է, որովհետև եղել է նրանց տեղում։ Անահիտ Սարգսյան հիմնադրամն այժմ գործում էր 4 մասնաճյուղով, Հայաստանի տարբեր մարզերում։ Երանի առաջին մասնաճյուղը շարունակում էր մնալ ամենամեծն ու ամենահամալիրը, օրինակ ծառայելով մյուսների համար։ Գյումրի երկրորդ մասնաճյուղը, որը համակարգում էր Ռուբենը, մշակել էր երաժշտության արվեստի ծրագիր, որը կյանքեր էր փոխում, երեխաներին տալով արտահայտվելու ձեր այն տրավմաների համար, որոնք նրանք չէին կարողանում բառերով արտահայտել։ Սանի երրորդ մասնաճյուղը, որտեղ Մարինեն նվիրում էր իր ազատ ժամանակի զգալի մասը, հատկապես կենտրոնացած էր հոգեբանական բժշկական սպասարկման վրա, համագործակցելով տեղի հիվանդանոցների հետ։ Իսկ Դիլիջանում նոր բացված 4-րդ մասնաճյուղը, Բեատրիսի վերահսկողության ներքո, ներդնում էր մանկավարժական նորարարություններ, որոնք արդեն գրավում էին ամբողջ երկրի մանկավարժների ուշադրությունը։ Յուրաքանչյուր մասնաճյուղում ակտիվ մասնակցություն ուներ եղբայրներից ու քույրերից առնվազն մեկը, բայց բոլորը ինչ-որ կերպ ներգրավված էին, լինի դա կանոնավոր նվիրատվություններով, կամավորական աշխատանքով, թե իրենց կապերի ցանցն օգտագործելով ավելի շատ աջակցություն ստանալու համար։ Հիմնադրամը իր ստեղծման օրվանից հարյուրավոր երեխաների էր խնամել ու օգնել, արդյունքները տեսանելի էին ոչ միայն թվերով, այլ փոխված կոնկրետ կյանքերով։ Դավիթը, որն այժմ 40 տարեկան էր, դարձել էր հարգված անձնավորություն ոչ միայն գործարար աշխարհում, այլ երրորդ սեկտորում։ Նա շարունակում էր կառավարել ընտանեկան բիզնեսը, բայց բոլորովին այլ հեռանկարով, քան ուներ մինչ Անահիտին հանդիպելը։ Շահույթն այժմ մասամբ ուղղվում էր սոցիալական նպատակների, Սարգսյանների ցանցի հյուրանոցները ներդրել էին խոցելի իրավիճակում գտնվող երիտասարդների աշխատանքի ընդունման ծրագրեր։ Դավիթը հաճախ դասախոսություններ էր կարդում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին։ Նա երբեք չամուսնացավ, երեխաներ չունեցավ, միշտ ժպիտով ասելով, որ արդեն ավելի շատ ընտանիք ունի, քան կարող է հոգ տանել, որ Անահիտը իր սրտի դուստրն է, թե պաշտոնապես նրա քույրն է։ Մյուս եղբայրներն ու քույրերը նույնպես կառուցել էին իրենց կյանքը։ Մարինեն մասնագիտացել էր մանկաբուժության մեջ, իր հիվանդանոցային աշխատանքից բացի կամավորական աշխատանք էր կատարում անապահով համայնքներում։ Ռուբենը թողարկել էր 3 հեղինակային երաժշտական ալբոմ, երգերով, որոնք խոսում էին ընտանիքի, պատկանելության հաղթահարման մասին։ Լոնն ավարտել էր ճարտարագիտականը, աշխատում էր մատչելի սոցիալական բնակարանաշինության նախագծերի մշակման վրա։ Տատիկը շարունակում էր մնալ հաջողակ փաստաբան, բայց այժմ իր ժամանակի զգալի մասը նվիրում էր խոցելի ընտանիքների համար անվճար գործերին։ Դանիելն իր ավտոարեստանոցը վերածել էր սոցիալական ռիսկի խմբի երիտասարդների համար մասնագիտական դպրոցի։ Բեատրիսը հրատարակել էր ներառական կրթության մասին գիրք, որը ոլորտում չափանիշ էր դարձել։ Իսկ Տիգրանը տպավորիչ գումարով վաճառել էր իր ստարտափը, գումարի մեծ մասը ներդրել սոցիալական նախագծերում հիմնադրամի ընդլայնման մեջ։ Եղբայրների ու քույրերի միջ հարաբերությունները ամուր էին, բայց ոչ առանց կոնֆլիկտների, որովհետև իսկական ընտանիքում լինում են լարվածություններ, անհամաձայնություններ, կարծիքների տարբերություններ։ Եղել են պահեր, երբ նրանք թեժ վիճել են հիմնադրամի ուղղությունների, ֆինանսական հարցերի, անձնական որոշումների շուրջ, որոնք ոմանք ճիշտ էին համարում, իսկ մյուսները սխալ։ Բայց նրանք միշտ գտնում էին լուծման ուղիներ, խոսելու, հիշելու, որ այն, ինչ իրենց միավորում է, ավելի ուժեղ է, քան այն, ինչ բաժանում է։ Կարինե Սարգսյանը, Արմենի այրին, հեռու էր մնացել այս ամենից։ Դատական պայքարում պարտվելուց հետո նա առանձնացել էր ավելի մեկուսի կյանքով, դառնացած այն բանից, ինչը համարում էր ամուսնու հետ մահու դավաճանություն իր ժառանգության գողություն։ Դավիթը մի քանի անգամ փորձել էր ինչ-որ հաշտություն հաստատել, բայց նա մերժել էր բոլոր կապերը։ Դա մի վերք էր, որը հավանաբար երբեք չէր սպյանա, բայց Դավիթը սովորել էր հաշտվել դրա հետ, հասկանալով, որ չի կարող ոչ ոքից ներում կամ ընդունում պարտադրել։ Մի աշնանային երեկո, Անահիտի 21-ամյակից մի քանի օր առաջ, Վարդանը խնդրեց տեսնել նրան Դավթին իր գրասենյակում։
Փաստաբանը այժմ 70 անց մի քանի ջերմակ մազերով ավելի հանդիսավոր արտահայտություն ուներ, երբ նրանց ընդունեց։ Անահիտ, ասաց նա նախնական ողջույններից հետո, քո հայրը հատուկ ցուցումներ է թողել, որ դու ինչ-որ բան ստանաս, երբ չափահաս դառնաս։ Դավիթն արդեն գիտեր դրա մասին, բայց դու՝ ոչ։ Հարմար գտա սպասել այս պահին հանձնելու համար։ Վարդանը կողպված դարակից հանեց մի կնքված ծրար, որը ակնհայտորեն տարիներ շարունակ այնտեղ էր պահվել։ Ծրարը հաստ, ժամանակից դեղնած թղթից էր, վրան ձեռագրով գրված էր Անահիտ անունը, ամուր, բայց էլեգանտ գրելաձով։ Անահիտը նայեց Դավթին, որը քաջալերող գլխով արեց, հետո թեթակի դողացող ձեռքերով վերցրեց ծրարը։ Կարող ես հիմա բացել կամ տանը առանձին, մեղմորեն ասաց Վարդանը։ Ընտրությունը քոնն է։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Հիմա կբացեմ։ Դավիթ, կմնաս։ Իհարկե։ Եթե ուզում ես, այստեղ կլինեմ։ Զգույշ մատներով Անահիտը բացեց ծրարը, հանեց մի քանի թղթի թերթ, ծածկված նույն գրելաձով, ինչ ծրարի վրա էր։ Սկսեց լուռ կարդալ, բայց շուտով արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Դավիթը վեր կացավ, նստեց նրա կողքին, բռնելով նրա ձեռքը, մինչ նա կարդում էր։ Երբ վերջացրեց, Անահիտը երկար լռեց, թերթերը սեղմած կրծքին։ Կուզես կիսվել, մեղմորեն հարցրեց Դավիթը, թե՞։ Դա անձնական բան է։ Անահիտը սրբեց արցունքները, գլխով արեց։ Ուզում եմ կարդալ քեզ համար։ Դու էլ ես արժանի լսելու։ Եվ այսպես, այն լուռ գրասենյակում, մինչ դրսում աղմկոտ ու անտարբեր երաններ, Անահիտը կարդաց այն նամակը, որը հայրը գրել էր իրեն տարիներ առաջ, իմանալով, որ ողջ չի լինի տեսնելու նրա մեծանալը։ Նամակը սկսվում էր ներողության խնդրանքով։ Արմենը ընդունում էր իր սխալները, իր վախկոտությունը, ճիշտ ընտրություններ կատարելու իր անկարողությունը, երբ դա կարոր էր։ Խոսում էր Լիլիթի մասին, թե ինչպես էր նա տարբերվում իր կյանքի բոլոր մյուս կանանցից, թե ինչպես էր իր սերը նրա նկատմամբ իսկական, ուժեղ, նույնիսկ վախեցնող։ Բայց նա վախեցել էր սկանդալից, վախեցել էր կորցնել այն ամենը, ինչ կառուցել էր, վախեցել էր հիասթափեցնել ընտանեկան հասարակական սպասումները։ Եվ այսպես, երբ Լիլիթը հղիացավ, նա ընտրել էր իր համար ամենահեշտ, նրա համար ամենադժվար ճանապարհը, ժխտման լքվածության ճանապարհը։ Նա գրում էր զղջման մասին, թե ինչպես տարիների ընթացքում, հատկապես հիվանդանալուց իր ժամանակի սահմանափակ լինելը գիտակցելուց հետո, սկսել էր հասկանալ իր կորցրածի մեծությունը։ Ոչ միայն Անահիտին, մյուս երեխաներին ճանաչելու հնարավորությունը, այլ ավելի լավ մարդ լինելու, ազնվությամբ, ոչ թե հարմարավետությամբ ապրելու հնարավորությունը։ Խոսում էր, թե ինչպես է նախանձում Լիլիթին, միայնակ դուստր մեծացնելու նրա խիզախության, ճիշտն անելու, նույնիսկ երբ դա դժվար էր։ Նամակը շարունակվում էր հատուկ Անահիտի մասին խոսքերով։ Արմենը գրում էր, որ երբեք անձամբ չի ճանաչել նրան, բայց իր կյանքի վերջին տարիներին մասնավոր հետախույզներ էր վարձել, զգուշորեն հետելու, թե ինչպես է նա Լիլիթը։ Գիտեր, որ Անահիտը խելացի է, ստեղծագործ, կյանքով լի։ Խորապես ափսոսում էր, որ խիզախություն չի ունեցել ներկայանալու, իր պատասխանատվությունն ստանձնելու։ Բայց վախեցել էր այն մերժումից, որին արժանի կլիներ, վախեցել էր ավելի շատ ցավ պատճառելուց, քան արդեն պատճառել էր։ Նա ավարտում էր նամակը ներում խնդրելով, ոչ թե որովհետև կարծում էր, որ արժանի է, այլ որովհետև գիտեր, որ Անահիտն արժանի է ընտրելու, ներել, թե ոչ։ Եվ անկախ նրա ընտրությունից ուզում էր, որ նա իմանա, որ իր մայրը միակ կինն էր, որին ինքն իսկապես սիրել էր, որ նրանց միասին անցկացրած ժամանակը իր կյանքի ամենաազնիվն էր, որ Անահիտը այդ սիրո պտուղն էր, թե ինքը խիզախություն չէր ունեցել այն հարգելու։ Նամակի վերջին տողը պարզապես ասում էր. Եղիր այն մարդը, որը ես լինելու խիզախություն չունեցա։ Գիտեմ, որ դու արդեն այդպիսին ես։ Երբ Անահիտը վերջացրեց կարդալ, գրասենյակի լռությունը խիտ էր։ Հուզմունքից Վարդանը զգուշորեն սրբում էր իր սեփական աչքերը։ Դավիթը սեղմում էր Անահիտի ձեռքը, չիմանալով ինչ ասել, որովհետև երբեմն այդպիսի պահերի համար ճիշտ բառեր չկան։ Վերջապես, Անահիտը զգուշորեն ծալեց թերթերը, դրեց դրանք նորից ծրարի մեջ։ Նրա ձայնը խեղդված էր, բայց ամուր, երբ խոսեց։ Ես ներում եմ նրան։ Ոչ թե որովհետև այն, ինչ նա արել է, ճիշտ է, ոչ թե որովհետև այն ցավը, որը նա պատճառել է մորս, կարող է ջնջվել։ Այլ որովհետև զայրույթ ու վրեժխնդրություն կրելը միայն ինձ կվնասեր, իսկ ես արդեն չափազանց շատ եմ տառապել կյանքում։ Եվ որովհետև, վերջում, թե շատ ուշ, նա փորձեց ինչ-որ բան անել։ Ցուցումներ թողեց, որ ինձ խնամեն, որ իր բոլոր երեխաները ճանաչվեն։
Դա բավարար չէ, երբեք չի լինի, բայց դա ավելին է, քան շատերը կանեին։ Դավիթը գրկեց իր քրոջը, անսահման հպարտություն զգալով այն կնոջ համար, որը նա դարձել էր։ Մայրդ այնքան կհպարտանար քեզնով, շշնջաց նա։ Անահիտ Սարգսյան հիմնադրամը շարունակեց աճել հաջորդ տարիներին։ Երբ Անահիտը 25 տարեկան դարձավ, արդեն 6 մասնաճյուղ էր գործում, երկուսի պլաններով։ Կազմակերպությունը ստացել էր սոցիալական ազդեցության ազգային մրցանակներ, դարձել էր վավերագրական ֆիլմերի հատուկ ռեպորտաժների թեմա, ամենակարևորը, կոնկրետ փոխել էր ավելի քան 1000 երեխայի կյանք։ Անահիտն ավարտել էր հոգեբանության ֆակուլտետը, ստացել հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում։ Նա դարձավ հիմնադրամի գործադիր տնօրենը, պաշտոնին բերելով գիրք «Պրոֆեսիոնալիզմ»։ Նրա անունը սկսեց շրջանառվել երեխաների իրավունքների վերաբերյալ համաժողովներում, սոցիալական պաշտպանության քաղաքականության վերաբերյալ հանրային լսումներում, գործարարների համար սոցիալական պատասխանատվության մասին դասախոսություններում։ Նրա անձնական պատմությունը՝ մի աղջկա, որը քնել էր Հյուսիսային պողոտայի փողոցներում, մինչ սոցիալական ոլորտում ճանաչված առաջնորդ դառնալը, ոգեշնչում էր հազարավորներին։ Բայց Անահիտը երբեք չկորցրեց կապն այն իրականության հետ, որտեղից եկել էր։ Նա շարունակում էր կանոնավոր այցելել հիմնադրամի մասնաճյուղեր, նստել հատակին երեխաների հետ, լսել նրանց պատմությունները, սրբել նրանց արցունքները, կիսվել հույսով։ Նա միշտ հիշում էր, թե որտեղ է եղել, ցրտի ու քաղցի գիշերները, վախն ու միայնությունը։ Եվ նա օգտագործում էր այդ հիշողությունները ոչ թե որպես վերքեր, այլ որպես վառելիք, որպես մշտական հիշեցում, թե ինչու է իր աշխատանքը կարևոր։ Դավիթը, դիտելով Անահիտին այդ այցելությունների ժամանակ, հաճախ հուզվում էր։ Այն փոքրիկ ու վախեցած աղջնակը, որին նա պատահաբար գտել էր տարիներ առաջ, դարձել էր բնության ուժ, կյանքեր փոխող, լույս խավարում այնքան շատ երեխաների համար, որոնք այնտեղ էին, որտեղ ինքն էր եղել։ Եվ նա բացարձակ վստահությամբ գիտեր, որ այն պատահական հանդիպումը այն երեկոյան Հյուսիսային պողոտայում պատահականություն չէր։ Դա ճակատագիր էր, նպատակ, տիեզերքի ձ ուղղելու անցյալի որոշ սխալներ։ 8 եղբայրներն ու քույրերը շարունակում էին ընտանիք մնալ, նույնիսկ երբ կյանքը նրանց տանում էր տարբեր ուղիներով։ Նրանք պահպանում էին տարին առնվազն 2 անգամ հավաքվելու ավանդույթը, այժմ ամուսինների, նրանցից ոմանց սեփական երեխաների հետ, մի ընտանիք, որն աճել ճյուղավորվել էր։ Հանդիպումների ժամանակ միշտ մի պահ էր լինում, երբ ինչ-որ մեկն առաջարկում էր կենաց խմել այն հոր համար, որը երբեք չեն ունեցել, ոչ թե նրան պատվելու, այլ շնորհակալություն հայտնելու, որ նրա թերություններից ծնվել էր այնքան գեղեցիկ բան, որքան իրենց կառուցած այդ ընտրված ընտանիքն էր։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Անահիտը 28 տարեկան էր, նա մի հայտարարություն արեց, որը զարմացրեց, հուզեց բոլորին։ Ուզում եմ ձեզ պատմել մի բանի մասին, որի շուրջ շատ եմ մտածել։ Ես գիրք եմ գրում իմ պատմության, մեր, որպես ընտանիքի պատմության մասին։ Ոչ թե փող կամ փառք վաստակելու համար, այլ որովհետև հավատում եմ, որ շատ մարդիկ կան, որոնք պետք է իմանան, որ հնարավոր է հաղթահարել, որ ընտանիքը միայն արյունը չէ, որ մենք կարող ենք ընտրել լինել ավելի լավը, քան մեր ծնողներն են եղել։ Արձագանքը միաձայն աջակցությունն էր։ Մարինեն առաջարկեց օգնել բժշկական հոգեբանական մասերով։ Ռուբենն առաջարկեց սաունդթրեք ստեղծել, եթե գիրքը դառնա աուդիոգիրք։ Տատիկն առաջարկեց իրավաբանական աջակցություն գաղտնիության իրավունքների հարցերում։ Իսկ Դավիթը պարզապես ասաց, որ հպարտ է, ինչպես միշտ էր, երբ խոսքը Անահիտի մասին էր։ Գիրքը հրատարակվեց 2 տարի անց, փողոցներից դեպի տուն։ Լքվածության, հանդիպման փրկության պատմություն, պարզ հզոր վերնագրով։ Այն գրեթե անմիջապես դարձավ բեսթսելլեր, ոչ միայն այն պատճառով, որ պատմությունը հուզիչ էր, այլ որովհետև այն իրական էր, անմշակ, ազնիվ։ Անահիտը չէր մեղմացրել դժվար մասերը, չէր ռոմանտիզացրել տառապանքը, բայց նա չէր մնացել ցավի մեջ։ Նա ցույց էր տվել հաղթահարման ուղին, անցյալի ավերակների վրա նոր բան կառուցելու ճանապարհը։ Գրքի շահույթի զգալի մասն ուղղվեց հիմնադրամին, թույլ տալով բացել 2 մասնաճյուղ ներդնել նոր ծրագրեր։ Անահիտի պատմությունը ոգեշնչեց շատ այլ մարդկանց ներգրավվել սոցիալական գործերում, նվիրաբերել ժամանակ ռեսուրսներ, ավելի շատ կարեկցանքով նայել նրանց, ում հասարակությունը նախընտրում է անտեսել։ Գրքի շնորհանդեսի երեկոյան Անահիտը շրջապատված էր իր ընտանիքով, բոլոր եղբայրներն ու քույրերը ներկա էին, մի քանի մտերիմ ընկերներ, հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոշ երեխաներ ու երիտասարդներ, որոնք անցել էին հիմնադրամով, այժմ վերակառուցում էին իրենց կյանքը։
Իր ելույթում Անահիտը խոսեց երախտագիտության երկրորդ հնարավորությունների, այն մասին, թե ինչպես իրեն պատահած ամենավատ բանը մորը կորցնելն ու փողոցում հայտնվելը, ի վերջո հանգեցրել էր լավագույնին ընտանիք նպատակ գտնելուն։ Մայրս, Լիլիթը, ինձ սովորեցրեց անպայմանական սիրո ճիշտն անելու, նույնիսկ երբ դա դժվար է, երբեք չհանձնվելու մասին, ասաց նա խեղդված ձայնով։ Եղբայրս, Դավիթը, ինձ սովորեցրեց հավատարմության, ընտրված ընտանիքի արտոնությունները տարբերություն ստեղծելու համար օգտագործելու մասին։ Իմ մյուս եղբայրներն ու քույրերը ինձ սովորեցրին, որ ընտանիքը կարելի է կառուցել, որ մենք պարտավոր չենք սահմանվել մեր ծնողների սխալներով, որ միասին մենք ավելի ուժեղ ենք։ Իսկ այն երեխաները, որոնք անցնում են մեր հիմնադրամով, ինձ ամեն օր սովորեցնում են դիմացկունության, հույսի մարդկային սրտի բուժվելու անհավանական ունակության մասին։ Նա դադար տվեց, նայելով իր կողքի սեղանին դրված Լիլիթի շրջանակված լուսանկարին, նույն այն լուսանկարին, որը Դավիթը տարիներ առաջ գրում էր իր դրամապանակում, այն լուսանկարին, որը սկիզբ էր դրել ամեն ինչին։ Այս լուսանկարը փոխեց իմ կյանքը, շարունակեց նա։ Երբ այն տեսա մի անծանոթի դրամապանակում, չէի պատկերացնում, որ դա կլինի այսքան արտասովոր ճանապարհորդության սկիզբը։ Մայրս այլս ֆիզիկապես այստեղ չէ, իսկ հայրս երբեք խիզախություն չունեցավ ներկա լինելու, երբ կարող էր։ Բայց ինչ-որ կերպ, այն սերը, որը նրանք կարճ ժամանակով կիսել են, ստեղծել է ոչ միայն ինձ, այլ մի շարք անհավանական իրադարձությունների միջոցով ստեղծել է մի ամբողջ ընտանիք, ստեղծել է այս հիմնադրամը, ստեղծել է հույս հարյուրավոր երեխաների համար։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին Անահիտի դեմքով, բայց դրանք երախտագիտության, ոչ թե տխրության արցունքներ էին։ Ուստի ուզում եմ ասել շնորհակալություն։ Շնորհակալություն մորս, որտեղ էլ որ նա լինի, ինձ այդքան շատ այդքան լավ սիրելու համար այն ժամանակ, որ մենք միասին ունեինք։ Շնորհակալություն հորս, չնայած ամեն ինչին, վերջում ճիշտն անելու փորձի համար։ Շնորհակալություն Դավթին, այն մայթին կանգնելու, հոգ տանելու, ինձ համար պայքարելու համար։ Շնորհակալություն իմ եղբայրներին ու քույրերին, ընտանիք լինելն ընտրելու համար։ Եվ շնորհակալություն այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու, ով հավատում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, ապահովության ապագայի։ Սրահում չոր աչք չմնաց, երբ Անահիտն ավարտեց։ Դավիթը գրկեց նրան հետեցին բոլոր մյուս եղբայրներն ու քույրերը, կազմելով սիրո աջակցության ամուր շրջանակ։ Եվ այդ պահին, նայելով այդ տեսարանին, ցանկացած դիտորդ կտեսներ ոչ թե անցյալի սխալները, այլ ներկայի հաղթանակը, ոչ թե լքվածությունը, այլ հանդիպումը, ոչ թե ցավը, այլ բուժումը։ Տարիներ անց, երբ Անահիտը 35 տարեկան էր, Անահիտ Սարգսյան հիմնադրամն արդեն գործում էր 10 մասնաճյուղով, Հայաստանի 7 մարզերում, սպասարկել էր ավելի քան 3000 երեխայի դեռահասի, դարձել էր խնամքի սոցիալական վերաինտեգրման ոլորտում ազգային չափանիշ։ Անահիտը դարձել էր հանրային քաղաքականության մեջ ազդեցիկ ձայն, հրավիրվել էր Միավորված ազգերի կազմակերպությունում խոսելու երեխաների իրավունքների մասին, ոգեշնչել էր նմանատիպ կազմակերպությունների ստեղծմանը Լատինական Ամերիկայի այլ երկրներում։ Դավիթը, այժմ 50 անց մի քանի ջերմակ մազերով, որոնք նա հպարտությամբ էր կրում, էլ ավելի էր կրճատել իր ուղղակի ներգրավվածությունը ընտանեկան բիզնեսում, ավելի շատ ժամանակ նվիրելու հիմնադրամին, իր մեծ ընտանիքի հետ կյանքը վայելելուն։ Նա երբեք չէր զղջացել այն ընտրություններից ոչ մեկի համար, որ կատարել էր այն երեկոյից ի վեր, երբ մի փոքրիկ աղջիկ ստիպել էր նրան կանգ առնել ուշադրություն դարձնել։ Մյուս եղբայրներն ու քույրերը շարունակում էին իրենց կյանքը, յուրաքանչյուրն իր ձով նպաստելով ավելի լավ աշխարհի ստեղծմանը, յուրաքանչյուրն իր հետ կրելով ընտանիքի ներման փրկության մասին սովորած դասերը։ Նրանց երեխաները մեծանում էին, լսելով այն պատմությունը, թե ինչպես է ծնվել Սարգսյանների ընտանիքը, ոչ թե հեղինակավոր ազգանունից, այլ պատահական հանդիպումից սիրելու ընտրությունից։ Եվ Անահիտը, ամեն անգամ հետ նայելով այն երեխային, որ ինքը եղել է, այն ճանապարհին, որն անցել է, զգում էր զգացմունքների բարդ խառնուրդ։ Տխրություն կար կորցրածի, այն մոր համար, որն այդքան քիչ ժամանակ է ունեցել, այն մանկության համար, որը նրանից գողացել էին։ Բայց կար նա երախտագիտություն, գոյատելու, ընտանիք գտնելու, նպատակ բացահայտելու համար։ Եվ կար վճռականություն ապահովելու, որ իր պատմությունը բացառություն չլինի, այլ օրինակ, որ այլ երեխաներ ունենան այն հնարավորությունը, որն ինքն ունեցավ, ցավը վերածելու ուժի, լքվածությունը, պատկանելության, հուսահատությունը, հույսի։ Անահիտի կյանքը սկսվել էր լռության, միայնության, խավարի մեջ։ Բայց խիզախության, համառության, սիրո աջակցության միջոցով նա կառուցել էր մի կյանք, որը փայլում էր, ոգեշնչում, տարբերություն ստեղծում։
Եվ ամեն անգամ, երբ նա տեսնում էր մի երեխայի, որը վախեցած ու վիրավորված գալիս էր հիմնադրամի մասնաճյուղերից մեկը, ամիսներ անց տեսնում էր նույն այդ երեխային ժպտալիս, խաղալիս, ապագայի մասին երազելիս, Անահիտը գիտեր, որ այն ամենը, ինչի միջով անցել էր, արժեր դրան։ Որովհետև ի վերջո մենք սահմանվում ենք ոչ թե նրանով, թե որտեղից ենք սկսում կամ ինչ քարտեր է մեզ տալիս կյանքը, այլ այն ընտրություններով, որոնք մենք կատարում ենք, այն սիրով, որը մենք ընտրում ենք կառուցել կիսել։ Եվ այս պարզ, բայց հզոր ճշմարտությունը ոչ թե Արմեն Սարգսյանի իսկական ժառանգությունն էր, ով չկարողացավ ճանաչել այն կյանքում, այլ Լիլիթ Վարդանյանի, ով անպայմանական սիրեց, Անահիտ Սարգսյանի, ով ցավը վերածեց նպատակի, իսկ լքվածությունը սիրո։